Կարգին հաղորդումներից սկսած մինչև սիրո գործակի, ծալաբալանից այ ձեր կերպարները մեզ ստիպել է ժպտալ, ծիծաղել, ուրախանալ։ Էդ ինչեր ես ասում, Վիգեն։ Երբ որ խոսակցությունը գնաց իրենց բաժանման, ես շատ տխրեցի։ Միայն տարբերակը պետքա լինի ֆինանսական, որովհետև ուրիշ տարբերակ չի կարող լինել։ Բաժանվելուց հետո, ճիշտն ասած, ես չեմ ընդունում Հայկո ես տարբերակը։ Այս կեղտոտ բանի մեջ, երբ որ ինքը մտավ, ես հիասթափվեցի, չգիտեմ ինչու։ Եվ ես մի հարցում իրան դիմացի, երբ որ ինքը նոր էս հեղափոխություն է եղել էր եւ ինքը բացասական բան տվեց, ես մտածեցի, որ մենք դեռ ընկերներ չենք։ Դուք խնդրեցիք անօրինական որևէ բան անել, որից ինքը հրաժարվեց։ Դա անօրինական չէր կարող լինել։ Ես դաժե իրան գրեցի, շնորհավորում եմ քո քաղաքապետ լինելու հանդեպ, ինքը ոչ մի բանից չգրեց։ Տեսանյութում Մկոր շատ անհարմար իրավիճակում է, նա գլուխը կախ, առաջի դասարանցու նման լսում է, թե ինչ է ասում վարչապետը ուսուցիչը։ Ինքը իրան պետք է այդպես չպահեր, ինքը պետք է շատ պարզ խոսեր ինքը իր ներկայացման մասին։ Եկավ Վիգեն Չալդրանյանը, իմ կարիերային վերջ եղավ։ Եվ ես ստիպված էի դուրս գալ թատրոնից։ Ինչ արեց Վիգեն Չալդրանյանը, ինչն էր։ Ասեց պետք է դուրս գաս։ Հավանում եք Վիգեն Չալդրանյանի ֆիլմերը։ Ես չեմ կարող այդ կինոները նայել։ Բայց ձեզ ինչու մարդիկ չեն ներում ձեր անձնական երջանկությունը, ինչն է պատճառը։ Փառք Աստծո, այսօր խնդիր չունեմ զավակների հետ, բոլորն էլ հարգանքով են, իրենց հոր համար են անում դա։ Դուք միշտ երազել եք մայրանալու մասին։ Ամուսնության ընթացքում այդ որոշումը այնուամենայնիվ կայացրեցիք չմայրանալու։ Կան հարցեր, որ դու միայնակ չես կարող դա որոշել։ Ամեն բուժման գնացի, բայց տարիքի համար չեղավ եւ երկրորդն էլ չես կարող օտար ընտանիք երևի չեն ուզենա որ ինչ որ մեկը ավել իրենց հետ լինի։ Չեք կարողանում այնուամենայնիվ փոխել տրամադրվածությունը։ Եթե ունի ընտանիք, դու չես կարող անել, որովհետեւ այդ ընտանիքում որոշումները կայացվում է ընդհանուր զավակներով, իսկ դու իրանց համար օտար ես։ Ձեր ամուսինը ձեզնից բավականին մեծ է տարիքով եւ անգամ նրա որդու հետ դուք հասակակիցներ եք։ Ձեզ ինչ։ Հաղորդման հովանավորներ Alliance Partners Insurance Agency, The Grigorian Law Firm Իրավաբան Աննա Գրիգորյան, Venus Gifts խանութ սրահ, Art in Beauty Aesthetics բժշկական կենտրոն, ALA Renovations, Implantum USA Dental Group Dr. Sarkis Papazian, Grand Reach Marketplace, Aroma International Marketplace, Gravel ծաղկի խանութ սրահ, Aridipo Jewelry, Տուն Լահմաջո ռեստորան, MS Travel and Tours ճամփորդական գրասենյակ, MX Motor Lounge and Leasing. I'm walking for miles. It helps me clear my head. The sky has the answers. Even if the clouds fill it instead, I don't need your worries. Character Dance Studio-ն Գլենդելում գտնվող իր ֆանտաստիկ երկու սրահներում դասընթացների է հրավիրում Պարի բոլոր սիրահարներին։ Դուք կամ ձեր փոքրիկը նախընտրում եք հայկական պարեր, հիփ-հոփ, բալետ, թե լատինաամերիկյան կամ այլազգի պարեր։ Հենց այստեղ Character Dance Studio-ում ձեզ կսովորեցնեն եւ պրոֆեսիոնալ, եւ սիրողական պարեր։ Պատրաստվում եք ձեր փսակադրությանը, ուրեմն վստահ եղեք, որ ձեր հարսանեկան պարն անմոռանալի կլինի։ Իդեպ Գլենդելում արդեն գործում է երկրորդ սրահը, վերանորոգված ու գերհագեցած տեխնիկական հնարավորություններով, որը կարելի է նաև վարձակալել։ Character Dance Studio, երբ տասնյակ տարիների փորձն ու ազգային ավանդույթները հանդիպում են,
ժամանակի ռիթմերի հետ։ The story you're about to hear is true. Ողջույն, դուք դիտում եք Տետատետի նոր թողարկումը։ Մենք շատ ուրախ ենք, որ դուք շարունակում եք մեկնաբանել եւ տարածել մեր տեսանյութերը, դրանք օգնում են էջի առաջխաղացմանը։ Այսօր միասին շատ հետաքրքիր եւ վստահ եմ նաեւ ջերմ զրույց ենք ունենալու, որովհետեւ մեր տաղավարը միանգամից լցվեց լավ եւ բարի էներգիայով։ Այսօր մեզ հետ սիրված դերասանուհի Արմինե Պողոսյանն է։ Ողջույն։ Ողջույն։ Ես շատ շնորհակալ եմ, որ դուք վերջապես համաձայնեցիք գալ հյուրի։ Ոնց որ թե վախենում էիք, խուսափում էիք, անընդհատ մենք ձգում էինք այս պահը։ Ինչ էր կատարվում։ Մի քիչ վերջերս խուսափում եմ հարցազրույցներից։ Բայց ինձ մոտ եք միայն խուսափում, բազմաթիվ տեղեր գնում եք երևի։ Այն տեղերը գնացի, ովքեր շատ չեն նայում։ Ամեն դեպքում մենք միշտ ուրախ ենք ձեզ տեսնել եւ դուք երկար տարիներ ձեր կերպարներով թվում է թե առաջին հայացքից շատ པարզ եւ այսպես ուրախ կերպարներով, բայց այնուամենայնիվ պրոֆեսիոնալ աշխատանք պահանջող եւ հոգին ջերմացնող կերպարներով, կարգին հաղորդումներից սկսած մինչեւ ամենատարբեր գեղֆիլմեր մեր երևի թե կինոդարանի մի մասն են։ Ինչպես է ձեզ մոտ այժմ կյանքը ընթանում։ Այժմ կյանքս մի քիչ հիմա ավելի հանգիստ է, քանի որ Միացյալ Նահանգներում մենք այդքան պրոյեկտներ չկան, բայց փառք Աստծո անցած տարի ունեցա 3 պրոյեկտ, որ շատ ուրախ եմ, որովհետև զբաղված լինելը այստեղ շատ լավ բան է, եթե չես զբաղված, կյանք շատ տխուր է։ Դեպրեսիա, եթե չես զբաղված։ Դեպրեսիա է, այո։ Շատ ուրախ եմ, որ ունեցա 3 պրոյեկտ, շատ լավ պրոյեկտներ են մեկը մեկից, եւ 26 թիվն է արդեն։ Հենց փետրվարին ստացա հրավեր Հայաստանից։ Հիմա շատ ուրախ եմ, ճիշտ ասած, որտեղ պիտի Ելենայի Արշակյան իմ շատ սիրված ռեժիսորի հետ աշխատեմ, համաձայնվեցի, մի քիչ դժվար, բայց համաձայնվեցի, այսքան երկար ճանապարհ գնալ նկարվել գալ, բայց ինչու ոչ։ Հետո ես նկատել եմ, որ դուք սիրում եք Երևանում նկարահանվել եւ այլն, որտեղ այնտեղ ձեր մասնագիտությանը երկար տարիներ ձեր անցած ճանապարհին ավելի մոտ են մասշտաբները եւ մոտեցումը, չէ, աշխատանքին, թիմը ավելի մեծ է եւ այնտեղ հավանաբար ձեզ զգում եք ինչպես ձուկը ջրում, չէ, վերհիշելով ձեր լավագույն տարիները նաեւ թատրոնում, կինոյում։ Ասեմ, որովհետեւ ինչքան էլ ուզում ենք մենք մի քիչ սենց հեռվանանք, բայց մեր հայրենիքը հայրենիք է, մենք այնտեղ մեզ շատ լավ ենք զգում, այսինքն ես ոչ թե գնում եմ այնտեղ տուրիստ, գնում եմ որպես իմ տուն։ Ես իմ տուն եմ գալիս, որտեղ միշտ ինձ հարցնում են, «Վա, ինչքան եք մնալու, տուրիստ եք եկել», ասում եմ, «Ոչ, ես իմ տուն եմ եկել»։ Ես տուրիստ չեմ կարող լինել իմ երկրում։ Ես եկել եմ իմ տուն եւ քանի որ քիչ եմ մնում 4 ամիս, 5 ամիս, շատ չեմ կարող ոչ թատրոնում աշխատել, ոչ էլ որոշակի ֆիլմերում աշխատել, բայց 2 ֆիլմը Ելենան ասեց, որ պետք է խաղաս ինձ մոտ։ Եվ համարյա 1 ամիս էր մնում, որ ես պետք է վերադառնամ, ինքը ասեց, մինչև չխաղաս չես գնալու։ Ու 2 ֆիլմում խաղացի ու շատ ուրախ եմ, որովհետև ես շատ եմ սիրում այնտեղ պրոֆեսիոնալիզմը շատ մեծ է, ինչ ուզում ենք ասենք, սա Ամերիկա է, բայց Հայաստանում ավելի լուրջ են մոտենում այդ հարցերին, եւ ինչու ոչ, իմ պրոֆեսիան է եւ ես շատ սիրում եմ իմ գործը, իսկ ինչու ոչ, ինչի չնկարվեմ, հետո նոր գամ։ Արմինե, դուք շատ հուզական եւ էմոցիոնալ մարդ եք եւ երբեմն մարդկանց կարծիքներից կամ մեկնաբանություններից կարող է ընկնեք նաեւ տրամադրությունների մեջ եւ այլն, ինչը ստեղծագործող մարդուն նաեւ բնորոշ է, բայց ամեն դեպքում դա հավանաբար շատ է խանգարում ձեզ եւ ձեր մտերիմներին։ Գիտեմ, որ վերջին ֆիլմի հետ կապված տարբեր քննարկումներ են եղել ու ցավոք մեր ժողովուրդը երբեմն, ինչը նաեւ կրթվածության պակասի խնդիր է, նույնականացնում է մարդու կերպարը
եւ իրական կյանքը եւ երբեմն դերասանները ստիպված են խաղալ կերպարներ, որոնցից պետք է մարդիկ նյարդայնանան, նրանցից, չգիտեմ, զզվեն եւ այլն։ Եվ այդ գիծը անձնական կյանքի եւ կերտած կերպարը երբեմն մարդիկ չեն հասկանում։ Նման քննարկումներ եղան, որոնց դուք ոնց ոչ միանշանակ եք, հա, վերաբերում, կպատմեք ձեր ապրումների մասին նաեւ այդ քննարկումների։ Սկզբնական շրջան շատ ծանր էի տանում, որովհետեւ երբևիցե չեմ ունեցել նման դեպքեր եւ ամեն ֆիլմից հետո մի բացասական ինչ որ տողեր գրելը ինձ համար շատ մեծ ցավ էր, մանավանդ երբ ամուսնացա, դրանից հետո ավելի շատ սկսվեց, չգիտեմ ինչու են մարդիկ այդպես վերաբերվում, չեմ կարող ասել, բայց իրենց անձնական գործն է դա, երևի շատ պարապ են, գործ չունեն անելու, ստիպված գրում են։ Ֆիլմի վերջի ֆիլմը խաղացի բացասական կերպար, ճիշտն ասած, որը երբևիցե չէի խաղացել, ճիշտն ասած, ինձ համար շատ դժվար էր եւ ինձ մեկը պետք էր որպեսզի ինձ մի քիչ էներգիա տար, որպեսզի ես կարողանամ ու զանգեցի Ելենային, ասի Ելեն չեմ կարողանում, չգիտեմ ոնց պիտի խաղամ, ասեց դու պրոֆեսիոնալ դերասանուհի ես, տաղանդավոր, ես չեմ կասկածում, որ դու կարող ես դա անել, ասեց վստահ եմ, որ դու կխաղաս, մի ընկից այդ նոտների մեջ ու գնա առաջ։ Դրանից հետո ես ասացի այո Արմինե հավաքի, որտեվ երբևիցե չեմ դրամատիկ կերպարներ խաղացել, բայց ոչ բացասական։ Ինձ համար շատ դժվար էր, բայց կարողացա մտնել այդ կերպարի մեջ։ Արդյունքը կոմենտներն են, որ ինձ ինչ ասես գրեցին։ Լավ, մի հատ բացատրեք ինձ հասկանամ, ինչու եք այդքան սրտի մոտ ընդունում այդ մեկնաբանությունները։ Նորմալ է, մենք բոլորս հանրային մարդիկ ենք եւ երբ մարդը որևէ լավ բան է մտածում, շատ հաճախ ժամանակ չի ծախսում մեկնաբանություն գրելու վրա։ Եվ հիմնականում են մարդիկ, ովքեր ուզում են իրենց միջի չարությունը դուրս բերեն եւ այլն, գրում են մեկնաբանություն եւ դա շատ նորմալ է։ Ինչու եք այդքան սրտի մոտ ընդունում։ Մհեր ջան, նորմալ է, բայց մարդը երբ կպնում է իմ անձնականին, մտնում է իմ անձնական տարածք, ես դա չեմ ընդունում։ Դա իմն է, ու ես եմ դրա տերը։ Դու իրավունք չունես ինձ ոչինչ գրելու։ Կարող են կերպարի մասին գրել, կարող են ասել դու լավ չես խաղում, ես չեմ նեղվի դրանից։ Բնական է, որովհետև դերասան ես, ոչ բոլորը կարող են քեզ դուր գալ, դու իրենց դուր գաս կամ քո խաղը իրենց դուր գա։ Դա բնական երևույթ է, բայց որ մտնում են իմ անձնական տարածք, ճիշտն ասած դա ինձ ահավոր ցավեցնում է, որովհետև ինչ ամուսնացել եմ, այդ ցավը անընդհատ ինչ որ կանեն մարդիկ եւ չեն հասկանում, որ մարդուն ցավեցնում են, դրանով չի կարելի։ Դուք կայացրել եք շատ համարձակ եւ դժվար որոշում, վստահ եմ, ամուսնության պարագային։ Իհարկե, որոշում կայացնելը մի փոքր հարաբերական է, որտեղ երբ մարդ սիրահարվում է, երբ մարդու հոգին լցվում է սիրով, այս դեպքում որոշումներ չեն, այս դեպքում հավանաբար բոլորս հետևում ենք մեր հոգուն։ Բայց այնուամենայնիվ մամուլում շատ քննարկվեց եւ շատ բազմաթիվ քննարկումներ եղան ձեր ամուսնության հետ կապված տարիքային մեծ տարբերության պատճառով։ Ձեր ամուսինը ձեզնից բավականին մեծ է տարիքով եւ անգամ նրա որդու հետ դուք հասակակիցներ եք։ Կարծում եմ, որ այնուամենայնիվ ձեզ համար սկզբնական շրջանում դժվար է, չէ՞, եղել այդ հարվածները ընդունել հանրային։ Ճիշտ ասած, սկզբնական շրջանում շատ ցավալիորեն դա ընդունեցի, որովհետև ես չէի պատկերացնում, որ կարող եմ իմ անձնականը քննարկման ենթակա դարձնել։ Ես դրան պատրաստ չէի, ճիշտն ասած, բայց զգացի, որ եթե տեղիք տամ, պիտի անընդհատ խոսեն։ Ցավալի էր ինձ համար, ցավալի էր, որ տղամարդիկ էին շատ։ Կին լիներ ինձ համար դա ոչինչ էր, բայց տղամարդը երբ որ գրում է եւ բամբասում է եւ ինչ որ վատ բաներ է գրում, դրանից դու ավելի ասում ես ինչի համար։ Դու ինչ իրավունք ունես օրինակ ինձ նման բան գրել։
Ինձ համար դա էր ցավալին։ Բայց թութ անցավ գնաց դա, բայց ես չեմ սիրում, երբ որ իմ անձնականը քննարկման ենթակա են դարձնում, մանավանդ քանի տարի հետո կոմենտներում կարդում եմ «Էս չարեցիր, ամուսնացա»։ Ձեզ ինչ։ Կարոտել եք Երևանի համը եւ ցանկանում եք տեղափոխվել Երևան, բայց գտնվում եք Լոս Անջելեսում, խնդիր չէ, այցելեք տուն Լահմաջո։ Երևանյան լեգենդար Լահմաջոների համը այժմ հասանելի է նաեւ այստեղ Լոս Անջելեսում։ Ինչպես գիտեք, Երևանի սիմվոլներից մեկը նաեւ Հյուսիսային պողոտայում գտնվող հենց այս մասնաճյուղն է, որ այժմ տեսնում եք ձեր էկրաններին, տուն Լահմաջոյի, եւ տուրիստները եւ ոչ միայն տուրիստները մշտապես այցելելիս անպայման գնում են հենց տուն Լահմաջո։ Բրբենքում արդեն երկար ժամանակ է ինչ բացվել է մասնաճյուղը, որտեղ մենք գալիս ենք մշտապես։ Սա ընտանեկան երևանյան միջավայր է, որտեղ ոչ միայն երևանյան գեղեցիկ երաժշտությունը, այլ նաև լավագույն խոհանոցը եւ լեգենդար գաղտնի պահվող բաղադրատոմսող պատրաստվող լահմաջոնները։ Պետք է ասեմ, որ Կիրակի եւ շաբաթ առավոտյան ես հաճախ այստեղ լինում եմ նաև նախաճաշի եւ համեղ ու իսկապես սննդարար լահմաջոն իմ ամենասիրելին է։ Ողջույն, այս պահին մենք գտնվում ենք Implantum Clinic-ում, մեր բոլոր հետևորդները գիտեն, որ այստեղ Implantum-ի Միացյալ Նահանգների Լոս Անջելեսի եւ ինչպես նաեւ Երևանի մասնաճյուղերը աշխատում են ֆանտաստիկ կերպով։ Իմ կողքին Բժիշկ Փափազյանն է, ով սիրով եւ ջերմությամբ բարև ձեզ դիմավորում եւ ճանապարհում է լայն ժպիտներով մեր հետևորդներից շատերին։ Այսօր բժիշկ ուզում եմ խոսենք տարեց մարդկանց մասին, ովքեր որ շատ հաճախ ունենում են պրոթեզներ եւ ցանկություն ունեն ունենալ որոշակի անշարժ որևէ հարմարանք, ինչ խորհուրդ կտաք եւ ինչպես վարվեն այն մարդիկ եւ ինչպես այցելեն նաեւ ձեզ մոտ։ Շատ լավ հարց է Մհեր ջան, այսօրով մարդկանց կյանքի տևողությունը երկարել է, մարդիկ ապրում են 80, 90 եւ ավել տարի եւ իհարկե իրանք ուզում են մինչեւ իրանց կյանքի վերջը ապրել մաքսիմալ կոմֆորտով։ Դրա համար մենք ինչ պետք է ապահովենք անշարժ ատամներ, պրոթեզը պետք է չլինի տարբերակ այդ մարդկանց համար, որտեղ ուզում են ծամել եւ ժպտալ։ Այդ պատճառով մենք ունենք Olon6 տարբերակը, որը հենց ներկայացնում է X քանակի իմպլանտների վրա տեղադրվում են ատամներ եւ հիվանդը նույն օրը ունենում է անշարժ ատամներ։ Այո։ Բժիշկ շատերը նաև խուսափում են, վախենում են, ֆինանսի մասին են մտածում, ինչ խորհուրդ կտաք այն մարդկանց, ովքեր ունեն մտավախություն գալուց առաջ այստեղ։ Այո, մեր ջան, շատերը վախենում են, բայց այսօրվա օրով տեխնոլոգիան մեզ թույլ է տալիս անել այնպիսի պրոցեդուրաներ, որոնք անցավ են, նույնիսկ կարող ենք տեղային ազգանացումով կամ ընդհանուր ազգանացումով անել պրոցեդուրան։ Մենք ունենք ֆինանսավորման բազմաթիվ տարբերակներ։ Այսօր մնում է միայն այցելել այդ մարդկանց։ Այո, եւ մենք իրանց ամեն ինչ կբացատրենք, կոնսուլտացիան անվճար է, ու որ տարբերակը որ ավելի համապատասխան լինի, իրանք կշարժվեն այդ տարբերակով։ Հիանալի է, իրականում յուրաքանչյուր խնդիր պետք է ժամանակին լուծել, երբ խնդիրը ժամանակին չես լուծում, դա դառնում է շատ ավելի մեծ խնդիր, իմպլանտումում աշխատում են շատ ջերմ եւ ժպիտով, գտնում են ձեզ ամենալավ տարբերակը եւ օգնում, բուժում եւ ճանապարհում են։ Այնպես որ այցելեք Implantum Clinic-ը։ Քիչ հետո կկտրվի այս ժապավենը եւ Grandy Hills-ում իր հյուրընկալ դռները կբացի նոր ծաղկի խանութ Velvet Roses, այսպես է կոչվում ծաղկի նորաբաց խանութը, որը լուրջ հայտ է ներկայացնում Grandy Hills-ում եւ հիմնադիրները խոստանում են, որ այն լինելու է շատ սիրված ծաղկի խանութ ոչ միայն Grandy Hills-ի, այլ նաեւ տարածաշրջանի ամենատարբեր քաղաքներում ապրող մեր հայրենակիցների համար։ Խանութը շատ գեղեցիկ է, այստեղ աշխատում են պրոֆեսիոնալ ֆլորիստներ եւ որ ամենակարևորն է, նրանք խոստանում են, որ անընդհատ ամեն օր խանութը պետք է ներկայացնի բացառապես թարմ ծաղիկներ եւ թարմ ծաղկային ձևավորումներ։ Ամենատարբեր առիթների համար Velvet Roses խանութ սրահը պատրաստ է մատուցել իր ծառայությունները, ծաղկային ձևավորումներ, ամենատարբեր առիթներ, խնջույքներ եւ այլն եւ իհարկե միշտ այստեղ սառնանում ձեզ է սպասելու թարմ ծաղիկներն ու թարմ ծաղկային ձևավորումները։ Դե ինչ, հիշեք այս անունը
գրանցեք հեռախոսահամարը, միայն ինձ մնում է հիշեցնել եւ ավելացնել, որ խանութը գտնվում է San Fernando Mission եւ Woodley փողոցների հատման անկյունում։ Այստեղ կա փոքրիկ գողտրիկ պլազա, որտեղ կան արդեն բազմաթիվ գործող հաջողակ հայկական բիզնեսներ։ Velvet Roses, հիշեք այս անունը։ Ըստ ձեզ, ինչու մարդիկ չեն ներում ձեր անձնական երջանկությունը, ինչն է պատճառը։ Չգիտեմ։ Չեմ կարող ասել։ Բայց դուք Երևի նախանց, ուրիշ բան չեմ կարող ասել, որտեվ այս տարբերակում նախանց օրինակ կանայք չէին, էլի ընդհակառակը կանայք ավելի սաստում էին, քան տղամարդիկ, բաներ կանայք։ Տղամարդիկ ահավոր էին, ուղղակի ես չէի հասկանում ինչու տղամարդիկ։ Կինը լիներ, կասեի, օքեյ, կինա, որոշտեղ կարող է ինչ-որ նախանձի ինչ-որ բան լինի, իսկ ինչը վերաբերվում է տարիքով մեծ ամուսնուց, իմ ամուսինը տարիքով շատ մեծ է, բայց ինձանից ավելի երիտասարդ, ավելի հումորով, ավելի զարգացած, ավելի բարի, ավելի, չգիտեմ, իմ ամուսինը չի, որ ես ասում եմ, ինձ դրա համար գրավեց, այդ ամեն ինչը ինձ գրավեց և կնոջը մեծարելը, կնոջը սիրելը, ես զարմացած էի սկզբնական շրջանում, ոնց տղամարդը կարող է կնոջը մեծարել, որտեղ մեր հայկական մենտալիտետում մի քիչ ուրիշ տեսակա չէ, կին ամուսինա փոխհարաբերությունը, ինձ դա գրավեց, որտեղ ինքը շատ հումորով էր, շատ հետաքրքիր էր ինձ համար, եւ ես մտածեցի ինչու ոչ։ Իսկ ինչպես եք ծանոթացել իր հետ։ Ծանոթացել եմ իր հետ շատ պատահական, Ամերիկայից ծանրոց էր ինձ համար բերել, ինձ հրավիրեց Անի հյուրանոցի հենց դրսում բար կա, չէ, այդտեղ նստեցինք, զրուցեցինք, խոսեցինք, տվեց ինձ իմ ապրանքը եւ ցտեսություն ասեցինք ու գնացինք, բաժանվեցինք։ Հետո մտածեցի, որ մարդը այսքան հեռվից ինչ-որ բան ա բերել ինձ, իմ շնորհակալությունը կլինի, որ ներկայացում հրավիրեմ իրեն։ Հրավիրեցի ներկայացում եւ համաձայնվեց։ Լավ, փաստորեն դուք եք նշան տվել ուշադրության եւ ջերմության, հա։ Ուշադրության երևի, բայց երբևիցե չեմ մտածել, որ կարող ենք իմ ամուսինը դառնա։ Երբևիցե։ Ոչ ինքն է մտածել, ոչ ես, որտեղ մտածել եմ դե հրավիրեմ ներկայացում կնայի կտեսնի, որ դերասանուհի եմ բան, ու տենց հրավիրեցի ու այդ հրավիրելուց հետո մի քանի օր հետո ինքը զանգեց, ցանկանա սուրճ խմել ինձ հետ, սուրճ խմեցինք, այդպես հանդիպեցինք, զգացի, որ ինքը շատ հետաքրքիր մարդ է, շատ հավատքով, հետաքրքիր, զարգացած, շփվելով իր հետ ինչ-որ ջերմություն զգացի ես։ Ջերմություն զգացի Որի պակասը ունեցել եք, հաճախ որի պակասը ունեցել եք։ Այո, որի պակասը, այո, որպես կին ունեցել եմ, ինչու ոչ։ Այո, ունեցել եմ։ Եվ դրանից հետո մի օր ինքը շատ լուրջ ինձ ասեց կամուսնանաս ինձ հետ։ Ու ես համաձայնվեցի, չգիտեմ ինչու։ Ու եկա տուն ու տանը ասեցի, Աստված իմ, ես էս ինչ արեցի։ Լավ, ինչպես է դա լինում, երբ առաջարկում են, պես արագ համաձայնվեք։ Չգիտեմ, ես չհասկացա ինչ կատարվեց, որովհետև երևի դա իմը չէր, վերևից էր համաձայնվի։ Համաձայնվեցի եւ Փառք Աստծո ես դժգոհ չեմ։ Ես շատ երջանիկ կին եմ, որ ունեմ նման ամուսին։ Հիմա երբ երջանիկ եք, հավանաբար հետ հայացք նետելով կարող եք խոսել են կարմիր գծերի մասին, որը շատերը կարող էին չանցնել կամ վախենալ, փոխարենը դա արել եք եւ այսօր երջանիկ եք։ Կօգնեք նաեւ շատերին ձեր պատմությամբ ճիշտ որոշումներ նաեւ կայացնել, որովհետեւ այնուամենայնիվ հայկինը դեռևս ունի իր մեջ, իհարկե տարիների ընթացքում լավ է, ամեն ինչ փոխվել է, բայց հայկինը ունի ինքն իրեն զոհաբերելու եւ երջանիկ իրեն թույլ չտալու մոլուցք,
Շատերը կարծում են, որ, չգիտեմ, հասարակությունը սա կմտածի, նա կմտածի, ավելի լավ է հարաբերությունները դադարեցնեմ եւ այլն։ Կային մի քանի կարմիր գծեր։ Առաջինը տարիքային տարբերություններ, որ ելի շատերը կվախենային երջանիկ լինելուց, ինչ կմտածեն մարդիկ, ես ու իր որդին հասակակիցներ ենք եւ այլն։ Մյուս կողմից դա նաեւ նախկինում ընտանիք ունենալու հանգամանքներ եւ երեխաներ եւ այլն, դա եւս կարող էր մտահոգության առիթ հանդիսանալ։ Ինչպես ձեզ համար այդ որոշումները կայացրեցիք, ինչպես ինքներդ ձեզ թույլ տվեցիք լինել երջանիկ։ Ես երևի գիտակցաբար գնացի այդ քայլին, որովհետև բնականաբար մարդը ունի ընտանիք, ունի զավակներ եւ պետք է հաշվի առնել զավակներին։ Եվ հետաքրքիրն է, որ հենց այդ տարին իր մեծ տղան նավասարդյան խաղերով Երևանում էր եւ ծանոթացա իր տղայի հետ եւ ինքը շատ հետաքրքիր մի հատ հարց տվեց. Իմ պապայի ի՞նչն ես հավանել դու։ Ես ասացի քո պապան ամենահրաշք մարդն է։ Քո պապան ունի սա, քո պապան ունի այսա։ Քո պապան ժամանակին համահունչ է, շատ հետաքրքիր է, իր հետ ընդհանրապես շփվելը իր հետաքրքիր է։ Եվ ասեց, եթե դու այդ ամեն ինչը հասկանում ես եւ դա ընդունում ես, որ զավակներ ունի, որ մեծ ընտանիք ունի, եթե դուք ընդունում եք ինձ, ես խնդիր չունեմ։ Փառք Աստծո, այսօր խնդիր չունեմ զավակների հետ, բոլորն էլ հարգանքով են, ուրախ են, իրենց հոր համար են անում դա, որ իրենց հայրը երջանիկ լինի եւ այո, երջանիկ մարդ է, որովհետեւ 24 ժամ իր զավակները իր կողքին են։ Այնուամենայնիվ հարաբերությունները որդիների հետ, զավակների հետ ինչպիսին են, ձեր ջերմ են, թե որոշակի բարիերներ այնուամենայնիվ կան։ Չէ, ջերմ են, ասեմ, սկզբնական շրջանում իհարկե մի քիչ կա այդ տարածությունը, որովհետև չգիտես ովքեր են, պետք է իրանց ընտելանաս, արդեն 13 տարի է եւ շատ ջերմ են եւ շատ լավ են, ամեն անգամ կգան Արմինե ջան, ինչի կարիք ունես, ինչ կուզես անենք, խնդիր չունեմ այդ առումով, Փառք Աստծո, խնդիր չունեմ եւ կարծում եմ, որ մարդիկ գիտակցաբար լավ են, ուրախ են, որ իրենց հայրը երջանիկ է, ինչու ոչ։ Արմինե ջան, ձեր կյանքում մի շատ դժվար որոշում եք կայացնում եւ հավանաբար յուրաքանչյուր կնոջ, ինչու միայն կնոջ, յուրաքանչյուր մարդու համար երևի թե զավակ ունենալը եւ ժառանգ ունենալը կյանքի նպատակներից եւ երևի թե իմաստներից մեկն է, իմաստ բառը հավանաբար ավելի ճիշտ կլինի այս բaragain։ Դուք միշտ երազել եք մայրանալու մասին եւ ձեր էներգիան էլ այդպես հոգատար, ջերմ, մայրական էներգիա է։ Ամուսնության ընթացքում այդ որոշումը այնուամենայնիվ կայացրեցիք չմայրանալու եւ ինքներդ ձեզ այդ առումով սահմանափակեցիք։ Ինչպես ձեզ տրվեց այդ որոշումը, ինչից հետո։ Ասեմ, յուրաքանչյուրս է ձգտում ենք մայրանալու, ունենալ զավակներ, ավելի երջանիկ լինելու համար, բայց երբ որ Աստված չի տալիս, ուրեմն երևի այդպես պետք է լինի, որտեվ ես ամուսնացա ուշ տարիքում, 45 տարեկանում եմ ամուսնացել ես, եւ շատ կուզեի, բայց չունեցա։ Չեմ ուզում փակագծեր բացել, որովհետև այդ հարցն է, որ բոլորը ինձ կարկոծում են դրանով, չեմ ուզում այդ մասին խոսել, ուղղակի կասեմ, որ չստացվեց։ Չանցնելով սահմանները, ամեն դեպքում տամ զգուշորեն հարցս, հայտնի մարդիկ միշտ օրինակ են եւ
այդպես է, երբ որևէ միտում, որևէ տենդենս հայտնի մարդը իր վրա է վերցնում առաջինը, այնուամենայնիվ այդ քննարկումներից, այդ տարբեր քարկոծումներից հետո ճանապարհը հարթում շատ ու շատ կանանց համար։ Այդպիսին են եղել մեր շոու բիզնեսի միայնակ մայրերը, ովքեր քաջաբար, ես միշտ իրենց մասին այդպես եմ խոսում, գնացել են հանրության դիմաց եւ որոշել են մայրանալ եւ դա արել են այժմ մարդիկ ավելի հանդուրժող են նրանց նկատմամբ։ Ընդհանրապես մեր ազգին պակասում է հանդուրժողականությունը։ Բայց այնուամենայնիվ ժամանակակից բժշկությունը եւ ոչ միայն բժշկությունը նաեւ տարբեր հնարավորություններ կան երեխա ունենալու, որդը գրելու, չգիտեմ, այնուամենայնիվ այդ բերկրանքը զգալու։ Ինչու եք ձեզ համար նաեւ այդ որոշումը կայացրել։ Մեր ջան, կան հարցեր, որ դու միայնակ չես կարող դա որոշել։ Չուզեցին, դիմեցինք համապատասխան տեղերը, բայց չեմ ուզում այսպես ասեմ, կամ էր։ Դրա համար եւ շատ դժվար էր, ասում էին, եթե լինի էլ կարողա շատ դժվար լինի։ Այս տարիքում, որովհետեւ երեխա ունենալը մի քիչ արդեն դժվարություններ կառաջացնի։ Ամեն բուժման գնացի, բայց տարիքի համար չեղավ։ Եվ երկրորդն էլ չես կարող օտար ընտանիք երևի չեն ուզենա, որ ինչ որ մեկը ավել իրենց հետ լինի։ Չգիտեմ, ինձ համար այն ժամանակ օտար ընտանիք էր, դեռ շատ մերված չէինք, մտերմացած չէինք եւ չեմ կարծում, որ իրանք կհանդուրժային դա։ Մի քիչ իրենք ուրիշ մտածելակերպ ունեն։ Մեր հայաստանցիները մի քիչ ուրիշ են, իրանք ուրիշ են։ Չեք կարողանում այնուամենայնիվ փոխել տրամադրվածությունը, որովհետեւ ինձ թվում է այնուամենայնիվ կինը պարանոց է եւ կարող է այնպես անել, որ գլուխը ճիշտ ուղղությամբ նայի։ Կա, բայց կան բաներ, որ դու չես կարող անել։ Եթե ունի ընտանիք, դու չես կարող անել։ Որովհետև այդ ընտանիքում որոշումները կայացվում է ընդհանուր զավակներով, իսկ դու իրանց համար օտար ես։ Իսկ օտար մարդը իրանք ընդունում են քեզ, բայց դու օտար ես իրենց համար։ Դուք ձեզ սահմանափակված այնուամենայնիվ զգում եք։ Երևի չէ։ Արմինեմ, մի հարց էլ տամ, երեխա որդեգրելը եւս շատ լավ տարբերակ կարող է լինել, բայց դա էլ շատ անհատական հարց է եւ մարդիկ տարբեր կերպ են մտածում հարցի վերաբերյալ։ Այդ ձեր պարագային այդ հարցը ինչպես է։ Նման մտադրություն կար ամուսնուս հետ, բայց հետո չստացվեց դա, ասեց երեխա պիտի որդեգրենք, 4 հատ երեխա կա ձեր տանը, նրանց համար մայր եղիր, եղբորս եւ քրոջս զավակները, ինչ տարբերություն։ Դրա համար էլ արդեն ես իրեն չստիպեցի նման հարցը, որտեղ մտածում էի, որ միգուցե ինքը չի ուզում, միգուցե պետքա ընտանիքի հետ երկար բարակ քննարկեն եւ հետո ինքը տարիքով մեծ է, միգուցե ասում է, բա որ ես հանկարծ շուտ գնամ, դու ոնց պիտի ապրես, դու ինչ պիտի անես, մենակ կլինես, շատ հարցերում, որ ասեց ավելի լավ է դու ունես քոնը, որը երկուսին ես եմ պահել մեծացրել, երբ որ ամուսնացած չէի, մեր տանը 2 հոգի մեծացան, այդպես մեծացրեցին, հորաքրոջից բացի իրանց համար նաև մայր եմ, որտեղ շատ հարցերում ինձ հետ են կիսվում։ Դրա համար չուզեցի բզբզալ, ուզեցի հանդարտվել։ Երևի այդպես էր պետք,
Երևի տենց պետք է լիներ։ Հիմա աշխարհում տենդենս կա կոչված child free, շատերը այդպես ի սկզբանե ամուսնանում են եւ որոշում են զավակներ չեն ունենալու, դա իրենց կյանքի որոշումն է եւ ուզում են անգամ, չգիտեմ, կյանքից հեռանալ առանց զավակներ ունենալ։ Ըստ ձեզ կինը կարող է երջանիկ լինել այնուամենայնիվ առանց երեխաների։ Ոչ։ Շատերը կան, որ չեն ամուսնանում, կամ ամուսնանում են զավակներ չեն ունի, ես զարմանում եմ, որտեվ չես կարող տանդ այդ երեխայի ձայնը չլինել, դու պատասխանատվություն ես, ում համար ես ապրում, բա դու ապրում ես այդ երեխայի համար, մեծացնում ես, ամուսնացնում ես, թորնիկ ես պահում, պարտականությունն է դա քո։ Ես չգիտեմ այդ տիպի կանայք երևի իրանց կառուցվածքը, կազմվածքը չեն ուզում փչացնել, չեն ուզում պատասխանատվության տակ մտնել, դրա համար իրանք չեն ուզում երեխա, ինչու ավելորդություն։ Ես ավելին ասեմ ձեզ, կա կանանց մի մեծ խումբ, ովքեր անգամ կրծքով կերակրելու են դեմ կազմվածքը պահպանելու համար եւ ավելի աբսուրդ բան ասեմ, սուրագատ տարբերակով են շատ հաճախ ունենում կրկին կազմվածքը չփչացնելու համար։ Արդյոք ի սկզբանե այդպես է բնությունը, այդպես Աստված ստեղծել, չէ, կնոջը եւ տղամարդուն։ Ըստ ձեզ այդ մոտեցումը ինչպիսի է կյանքի։ Շատ վատ եմ մոտենում, որովհետեւ չի կարելի տենց մտածել, ինչու։ Յուրաքանչյուր կին պետք է մայրանա, յուրաքանչյուր կին պետք է զգա այդ էակի ծնվել, այդ ուրախությունը պետք է ունենա։ Ես զարմանում եմ այսօր, այս ինչա այս երկրում կատարվում, որ աման էս անեմ, աման էսի էս անեմ, աման ձեռքերս, աման ոտքերս, հասկացանք, լավ, այդ աստիճանի չի կարելի լինել։ Ես օրինակ կանանց խորհուրդ կտամ, որ ավելի լավ է դուք մայրանակ զգաք դրա բերկրանքը, քան դուք ձեր կառուցվածքով ապրեք եւ անընդհատ ստրեսի մեջ մտնեք, թե էսի փուճուրա, էսի մեծա, էսի ենա, դրանով դա ապրում եք դուք, դա ձեզ համար ապրել չի։ Ես չեմ ընդունում նման բանը եւ այո տեսնում եմ եւ սուրագատ մորը դիմելը ծայրագույն տարբերակն է, որ իդ կին կա, որ չի կարողանում մայրանալ, կարող են դիմել սուրագատ մորը, բայց երբ որ կինը ունի այդ հնարավորությունը, ես չեմ ընդունում, չէ։ Եկեք ցանկանանք, որ բոլորը ովքեր ուզում են մայրանալ, անպայման մայրանան եւ մեր ազգն էլ թող բազմանա, շատանա, սակայն այնուամենայնիվ, եթե դա ի վերուս տրված չէ, ապա յուրաքանչյուր մարդ իր կյանքի երջանկությունը պիտի գտնի եւ շրջապատված լինի սիրով եւ ջերմությամբ։ Դուք դա անում եք ձեր եղբոր եւ քրոջ զավակների համար եւ գիտեմ, որ շատ կապված եք նաեւ, որ Երևան եք գնում անընդհատ իրենց հետ եք, ձեր ամուսնու հարաբերություններն էլ իրենց հետ շատ ջերմ են։ Ընդհանուր առմամբ կպատմեք նաև ձեր ընտանիքի հետ ձեր ամուսնու հարաբերությունները։ Շատ ջերմ են, ինձանից շատ են սիրում իրեն, շատ։ Մանավանդ քրոջս եւ եղբորս զավակները խենթ են։ Հիմա որ պիտի Հայաստան գնամ, ամուսինս մի քիչ սրտի խնդիր ունի, չի կարող դուրս գալ։ Իրենք պարոն Խաչիկ են ասում ամուսնուս, չի գալու պարոն Խաչիկը, բեր, խնդրում ենք, հորքուր, բեր, շատ են սիրում, շատ կապված են իր հետ, որովհետև այդ ջերմությունը նաև ինձանից է գալիս, եթե ես ընդունում եմ մարդուն, ոնց որ ինքը կա, իրենք էլ են շատ սիրում, նույնը թատրոնի իմ կոլեգաներն էին ավելի շատ սիրում ինձանից, որովհետև անընդհատ խենթացած էին իր համար, Խաչիկին բեր, Խաչիկի հետ էստեղ գնանք, Խաչիկի հետ, որտեղ ինքը կարողանում էր կանանց հետ խոսել, վերաբերմունք ցույց տալ, հաճելի լիներ, դրա համար ինքը շատ Ձեզ դա որքանով է հաճելի կողքից հետևել։ Ինձ շատ հաճելի է։ Ես շատ ուրախ եմ, որ իրան ընդունում են որպես իմ ամուսին, ասենք որպես հորաքրոջ ամուսին, շատերը ասում են ոնց որ մեզ համար պապիկ լինի։ Պապաս չկա, արդեն քանի տարի է,
խաչիկը իրան փոխարինում է։ Չգիտեմ, մեզ համար հաճելի է եւ այո շատ կապված են, որովհետեւ միշտ Հայաստանում եմ եղել, միշտ պահել եմ իրենց ամենք մահաճույքները կատարել եմ իրենց որպես հորաքույր, դրա համար իրանք շատ կապված են բոլորը ինձ հետ։ Զրույցը ընդհատենք մի կարևոր ինֆորմացիայով։ Այս պահին ես գտնվում եմ Իմպերատոր իրավաբանական գրասենյակում, որը արդեն Միացյալ Նահանգներում բավականին հայտնի եւ ազդեցիկ իրավաբանական գրասենյակ է։ Այս պահին իմ կողքին է համահիմնադիրներից մեկը, Արմինե Անտոնյանը։ Ողջույն Արմինե։ Ողջույն։ Արմինե, մի շարք հարցեր ունենք եւ երևի թե սկսենք թե որ գործերով ավելի շատ զբաղվում Իմպերատորը։ Հիմնականում մենք զբաղվում ենք immigration, personal injury, employment law եւ family law, մեծ ունենք 4 ճյուղ։ Երևի կասեմ դոմինանտն է իհարկե personal injury եւ immigration-ը։ Շատ լավ, իրավաբանական հարցերից մեզ հայերիս հատկապես հաճախ հետաքրքրում են նաև միգրացիոն հարցերը։ Գիտեմ, որ ունեք բազմաթիվ դրական ելքով кейսեր եւ միշտ կարողանում եք մեր համայնքին դրական լուրեր հայտնել։ Այդ առումով շատ են հայերը գալիս իրավաբանական աջակցություն ստանալու համար։ Անշուշտ, ունենք բազմաթիվ հաճախորդներ, ովքեր որպես դիմում են թե ապաստանի գործով, թե ընտանեկան միացումների համար, շատ սիրով մենք օգնում ենք։ Արմինե, մենք սովորաբար նաև մեր ընկերներին, գործընկերներին ներկայացնում ենք մեր հետևորդներին, որպեսզի ել ավելի հավատներ շնչի նրանց անցած ճանապարհը։ Գիտեմ, որ դու մասնագիտական կրթություն ես ստացել նաև Բրիտանիայում, Լոնդոնում, կպատմես ինչպես ես ընտրել մասնագիտություն եւ որտեղ ես սովորել։ Փոքրուց երևի 12 տարեկանից եմ սովորել ու սկսել այսինքն ամբողջական կրթությունս 16 տարեկանում արդեն Մեծ Բրիտանիայում եմ սովորում, բակալավր, այնուհետև այնտեղ դառա լիցենզավորված փաստաբան, սկսեցի այնտեղ աշխատել, այնուհետև այստեղ եմ սովորել, այստեղ Բերկլի համալսարան եմ ավարտել, որը նույնպես top համալսարան է, եւ ակտիվորեն աշխատում էի թե աշխատանքային իրավունքով, թե մի պահ օգնում էի աֆգան կանանց տեղափոխվել Աֆղանստանից այստեղ Միացյալ Նահանգներ, ովքեր որ հալածվել են թե թալիբների կողմից, այդ խմբերի կողմից, թե իրենց ամուսինների կողմից, իհարկե իրենց գեսերը մի քիչ տարբերվող են, բայց երի immigration-ի հետ կապված շատ նման են եղել, ամեն դեպքում մի քիչ ուրիշ պատմություն, բայց երի շատ նման։ Ֆանտաստիկ է, հիշեցնեմ, որ բոլոր ձեզ հետաքրքրող հարցերով կարող եք զանգել նշված հեռախոսահամարով։ Մենք էլ մեր առաջիկա թողարկումների ընթացքում մանրամասն կներկայացնենք իրավաբանական այս գրասենյակը եւ գլխավոր իրավաբաններին։ Այժմ մենք գտնվում ենք Aroma International Marketplace-ում։ Իր մի քանի հասցեներում Լոս Անջելեսի այս խանութն առաջարկում է ամենաթարմ եւ լայն ուտեստների տեսականին։ Պետք է հաշվի առնել, որ մրգերի եւ բանջարեղենների տեսականին յուրաքանչյուր օր թարմեցվում է եւ ամեն անգամ այստեղից կարող եք գտնել ամենալավ հումքը։ Անմիջապես հենց ամենակարևոր եւ թարմ որակյալ ուտեստները կարող եք իսկապես գնել ամեն շաբաթ այստեղ։ Նաև պետք է հաշվի առնել, որ Aroma International Marketplace-ի մսի, ինչպես նաև bakery, ինչպես նաև catering բաժինը աշխատում է չափազանց լավ եւ դրական։ Առանձին ապրանքներ կան, որոնք եւս արտադրվում են հենց հատուկ Aroma-ի համար։ Օրինակ, այս չոկոպայները, ինչպես տեսնում եք, արտադրվում են հենց Aroma International Marketplace-ի համար եւ մի շարք այլ ապրանքներ կարող եք էքսկլյուզիվ կարգով գտնել հենց այստեղից։ Իսկ այժմ եկեք տեղափոխվենք food court, որտեղ կարող եք եւս ուտելիքներ ճաշակել հենց այստեղ։ Եվ ահա մենք գտնվում ենք Aroma-ի food court-ում, որտեղ առաջարկվում է fast food-ի լայն տեսականի։ Այստեղ կարող եք անմիջապես տեղում ճաշակել ձեր նախընտրած fast food-ի տարբերակները, եւ որ ամենակարևորն է, դրանք պատրաստվում են հենց տեղում թարմ հումքից եւ բնականաբար իհարկե շատ համեղ եւ օգտակար։ Արչևում Thanksgiving-ի տոներն են, իսկ մենք գտնվում ենք մեր գեղեցիկ գործընկերոջ Gravel խանութ սրահում։ Այն գտնվում է Brent պողոտայի վրա եւ լավագույն ու գեղեցիկ ծաղկե խանութներից է Glendale-ում։ Պետք է նշենք, որ Gravel-ը առանձնանում է յուրահատուկ ճաշակով, իր ծաղիկների թարմությամբ եւ մեկ կարևոր հանգամանքով եւս։ Միայն ու միայն Gravel-ում կարող եք գտնել ծաղկե փնջեր, որոնք կարող են մնալ ավելի քան 1 տարի, որը ծաղիկների ոլորտում համարվում է իսկական սենսացիա։ Իսկ այս պահին տեսնում եք գեղեցիկ դեկորացիաներ համապատասխան աշնանային գույներով, որոնք բնորոշ են Միացյալ Նահանգներում հատկապես Thanksgiving-ի տոնին։ Եթե ցանկանում եք, որպեսզի ձեր բիզնեսը կամ ձեր տունը եւ ձեր շրջապատը այսքան գեղեցիկ լինի այս տոնի կապակցությամբ, ապա Gravel-ի աշխատակիցները հաստատ կգտնեն գեղեցիկ լուծումներ։ Այս մասում ծաղկե փնջերն են, որոնք արդեն պատրաստ են եւ դուք կարող եք ձեռք բերել
Դրանք թարմ ծաղիկներից են եւ գեղեցիկ ու զուսպ դիզայնով։ Եվ իհարկե կուզեի ձեզ առանձնահատուկ պատմել նաեւ այստեղ ծաղկե փնջերի փաթեթավորման մասին, որոնք եւս յուրահատուկ են եւ առանձնանում են իրենց տեսակներով։ Այնպես որ այցելելով Gravel հաստատ կգտնեք ձեր սիրելի կամ ձեզ համար լավագույն տարբերակը։ Մենք այդպես ենք անում։ Մենք կրկին այցելել ենք այսօր մեր շատ սիրելի MS Travel-ը, որտեղ երկար տարիներ շարունակ կազմակերպում են ձեր ամենահետաքրքիր եւ երևի թե հիշարժան հանգիստները։ Ողջույն, շնորհակալ եմ, որ ժամանակ եք գտել, ինչպես եք։ Հարգանքներս։ Մերսի, շնորհակալ։ Այսօր ուզում եմ անպայման խոսենք եւ ներկայացնենք մեր սիրելի հետևորդներին Mother's Day-ի այս գեղեցիկ եւ ճկնաղ ուղևորությունը։ Կպատմեք։ Իհարկե։ Mother's Day-ի առիթով կազմակերպել ենք շատ գեղեցիկ նավագնացություն 3 օրվա համար ընդամենը, ամսի 8 մայիսի մինչև 11։ Ուրեմն որպեսզի այդ նույն խնդրումը չունենանք, ոնց որ հիմա Valentine's Day-ի համար ունեցանք, հենց հիմա մարդիկ զանգում են, զանգահարում են, խնդրում են մի բան արեք, գտեք տեղ եւ այլն, չկա, տեղ չկա, կներեք։ Դրա համար պետք է շատ արագ որոշում կայացնեք եւ գաք արձանագրվեք։ Թուրի մասին, այսինքն կրուզի մասին ասեմ, որ ունենք համերգ, որտեղ պիտի ելույթ ունենան Mr. X-ը, Սամվել Երվինյանը, Գոհար Հովհաննիսյանը, Վիկտոր Էսպանոլան, այո, Արմեն Մարտիրոսյանը եւ բնականաբար իհարկե համազգային պարային խումբը։ Անի պարախումբը, այո։ Ինչպես արդեն նշեցինք, եւս մեկ անգամ հավելեմ, որ միշտ վերջին պահին եք ժողովուրդ ջան դուք հիշում, որ պետք է գաք, պետք է մասնակցեք եւ չի ստացվում ցավոք։ Այնպես որ այս անգամ եկեք ամեն ինչ անենք պլանավորած, մայիսի 8-ից 11 նկատ ժամանակահատվածի համար արդեն ամրագրեք հենց հիմա ձեր տեղերը։ Արագացրեք։ Շատ հաճախ հոգեբաններն ասում են, որ տարիքային տարբերության դեպքում ենթագիտակցորեն կինը միշտ փնտրում է պաշտպանություն։ Եվ եթե ավելի մեծատարիքով տղամարդ, ապա այդ հայրական այնուամենայնիվ վերաբերմունքը կա պաշտպանելու, հարվածներից հեռու պահելու եւ այլն։ Եվ մենք էլ մշտապես մեր գլխի մեջ ինչ կատարվում է, դա կատարվում է հավանաբար մինչև 12-13 տարեկան ինչ որ եղել է, այդ ամենը անընդհատ պտտվում է մեր գլխի մեջ։ Այդ տարիքում դուք ձեզ պաշտպանված եւ լիարժեք երջանիկ զգացել եք, կպատմեք այդ ժամանակ ձեր հոգեվիճակի մասին։ 12 տարեկան։ Միջև մանկության ընթացքում այս։ Մանկության ընթացքում ծնողները շատ խիստ էին, ասեմ։ Մանավանդ մամաս, ով շատ խիստ կին էր։ Ժամանակ կար, այս ժամին տանը պետքա լինես, բայց papa's չէ, papa's ավելի էի սիրում, որտեվ papa's ավելի ջերմություն էր տալիս, ու ինձ միշտ ասում են papa'i աղջիկն է։ Papa'i աղջիկը։ Papa's ավելի հանգիստ էր, ավելի ջերմ էր, իսկ մամաս մի քիչ խստություն ուներ։ Մեզ բռի մեջ էր պահում, չնայած շնորհակալ եմ դրա համար էլ, որովհետև մենք մեծացանք ու բավականին լավ մարդիկ դարձանք կյանքում, եւ ես շնորհակալ եմ, որտեվ ինքը մանկավարժ էր, մանկապարտեզի ուսուցչուհի էր եւ իր սանների ծնողները շատ երջանիկ էին, որ կրթում էր իրենց երեխաներին։ Դա համար մի քիչ խստություն ուներ, բայց մեզ համար մի քիչ շատ դժվար էր այն, որ պիտի 10-ին տանը լինենք, դրանից հետո կարողա տուն չթողեր։ Դրա համար ուր գնում ենք, պիտի 10-ին տանը լինենք։ Հաճախ էին պատժում ձեզ օրինակ կամ ինչ միջոցների էին դիմում դաստիարակչական կամ պատժիչ։ Նա ինձ մի անգամ պատժել չեմ կարող ասեմ, ուղղակի ինձ խոսած, որտեվ ուսումնարանում միջոցառման էինք պատրաստվում, երաժշտական ուսումնարանում, ես սովորում էի վոկալ բաժնում Արնո Բաբաջանյանի եւ բեմական խոսքի դասախոսը Անժելա Կարպովնան մեծ միջոցառում պիտի աներ։ Իր տանը մենք փորձեր էինք անում ու ես չնկատեցի, որ ժամանակը անցել է արդեն վաղուց։ Դե ժամանակ հեռախոս չկար, որ զանգի ասի՝ մամա, գիտես ինչ հիմա կգամ։
Գնացի տուն ու պատժվեցի։ Առաջի անգամ, որ մայրս ին վրա այդքան բարձր բղավելա ու ասելա ինչ ասեց Աստված իմ, ասեց մի անգամ էլ այլևս տուն չմտնես։ Ծնողավարության մեթոդները տարիների ընթացքում փոխվել են։ Հիմա մանավանդես երկրում երեխաներին պատժելը բարդ բան է, որովհետև դա իհարկե աբսուրդ է հնչում, հավանաբար Հայաստանից էլ դա հումորով կվերաբերվեն, բայց դա իսկապես լուրջ է։ Հաճախ երեխաները եւ նաեւ հայ երեխաները ծնողների վրա կանչում են ոստիկանություն եւ այլն։ Եվ դու չես էլ կարող, եթե երեխան պատահաբար դպրոցում ասի, որ չգիտեմ, ծեծել ես երեխային կամ եւ այլն, կարող ես ունենալ խնդիրներ։ Ըստ ձեզ ո՞րն է ծայրահեղություններից ավելի խելքին մոտը։ Այն ժամանակ, երբ ծայրահեղ խիստ էին երեխաների նկատմամբ եւ փորձում էին ինդիվիդուալ բոլոր դրսևորումները սպանել եւ դարձնել մյուսների նման եւ ընդունելի, թե հակառակը այն, որ դու քո սեփական երեխայի հետույքին չես կարող օրինակ ասած մոտ խփել եւ դաստիարակել նրան։ Հիմա ասեմ Մայր ջան, այն ժամանակ ես քեզ ասեմ յուրաքանչյուր ծնող էր խիստ։ Մենք շատ վատ տարիներ ենք անցել, մութու, սառը, ցուրտ օրեր, բայց երբեք մենք մեր չափը չենք անցել, որովհետև այդ դաստիարակությունը, այդ խստությունը եղել է։ Ես ընդունում եմ դա, որովհետև այս դաստիարակությունը, սա կոչվում է սանձարձակություն։ Չի կարող դա լինել։ Դրա համար հիմա մայր, այսինքն ծնող եւ երեխա փոխհարաբերությունը դարձել է թշնամանք։ Մայրը ինչ ասի, երեխան կհակառակվի։ Իսկ ես չեմ հիշում, երբ որ իմ մայրը ասեց աչքով թեկուզ այս sense նայեց, ես իրեն հակառակվեի։ Չէի կարող։ Բայց դա էլ այն ժամանակ մենք մտածում ենք խիստ էին, չափից դուրս խիստ էին, բայց այսօր որ ես նայում եմ, ես այսօր կամ այս տեսակի մարդ եմ դարձել դրա շնորհիվ, բայց այսօրվա երեխեքը ես տեսնում եմ եւ իմ աչքի առաջ կան նման երեխեք, որ ծնողի հետ հավասար կարող են իրար միս ուտել եւ ծնողը ոչինչ չի կարող անել։ Ես դա չեմ ընդունում։ Յուրաքանչյուր ընտանիքում պետք է լինի այդ խիստ դաստիարակությունը, որպեսզի երեխան, երբ որ դուրս է գալիս արդեն կյանք, ինքը կարողանա իրան ցույց տա տարբեր բաներով, ասպեկտներով։ Դրա համար այսօր նայում եմ ինչա կատարվում էստեղ, ես ասում եմ, ես երջանիկ եմ, որ ծնվել եմ Հայաստանում, որովհետև այսօր չես կարող, այսօր մեր մոտ էլ Հայաստանում երեխաները կարող է, բայց այդ աստիճանի չէ, որ այստեղ են անում։ Արմինե, ինչպես ձեր խիստ ընտանիքին հայտնեցիք ձեր մասնագիտություն ստանալու որոշման մասին դառնալ դերասանուհի եւ ինչպես ընդունեցին։ Ես միշտ եմ իրանց ասել, որ ես դերասանուհի պիտի դառնամ, որովհետեւ 80-ական թվականներին միշտ ամեն շաբաթ ես սովետский էկրաններ կար, ասենց մեծ ժուրնալներ էր իրենք։ Գնում էի փող էի տալիս, դա առնում էի, բերում էի, նստում, կարդում էի, տեսնեի ինչ նորություններ կա, ինչ դերասաններ կան, մի խոսքով խենթացած էի դրան։ Ու ես միշտ ասել եմ, ես պիտի դերասանուհի դառնամ, որովհետև մամաս ժամանակին երազել է ու չեն թողել։ Իր քերին թույլ չի տվել մամայիս, որպեսզի Երևան գնա եւ թատերական ինստիտուտ ընդունվի։ Առավել եւս գյուղի կլուբում համերգային ծրագիր ա եղել եւ Երևանից գնացել են Արամ Մերանգուլյանի այն ժամանակվա նվագախումբը, երգչախումբը մի խոսքով։ Մամայից տեսել են, շատ հավանել են, ուզել են, որ Երևան տանեն, չի թողել։ Ու մամաս միշտ ասում էր, շատ սիրուն էր երգում։ Չգիտեմ, Արաքսա Գյուլզադյան կար ժամանակին, եթե դու լսել ես, այ տիպիկ իր բան ձայնի նման։
ու միշտ ասում եմ մամա դու ինչի չես դարձին մաման ես պիտի դառնամ ու ասում էր եթե կարող ես դարձիր դե մեր պապայիս հորաքույրը չգիտեմ ինչու որ մեր ազգում պետքա դերասան չլինի Սեր ասում եմ ոնց ես ուզում եմ հորքուր ինչ կապ ունի ինձ հետ ես պետք է ընդունվեմ բայց ընդունվեցի երաժշտամանկավարժական ուսումնարանը Արնո Բաբաջանյանի վոկալ բաժինը այնտեղ 4 տարի սովորեցի 4 տարի սովորելուց հետո ես բոլորից գախնի գնացի եւ քննություններ տվեցի Թատերական ինստիտուտում Եվ ինչպիսին էին այդ առաջին տարիները Թատերական ինստիտուտում արդեն թատրոնում 20 եւ ավելի տարիներ աշխատել եք Ինձ համար լրիվ ուրիշ աշխարհ էր այդ տարին հավաքում էր Սոս Սարգսյանը եւ Հրաչյա Գասպարյանը մարդիկ որ ես երազել եմ իրենց մոտ տեսնել եւ երջանկությունս որ ընդունվեցի իրենց կուրս 5 տարի սովորեցի Եվ 5 տարի այնքան բաներ սովորացրեց Սոս Սարգսյանը մեզ, որ երջանիկ եմ եւ ուրախ եմ, որ նման վարպետ եմ ունեցել, որովհետեւ ամեն փորձը սկսվում էր մեզ հետ խոսել կյանքից, իր շրջանից ուսանողական, թատրոնում աշխատելու տարիներին, բավականին հետաքրքիր դեպքեր էր պատմում, մեզ դաստիարակչական խրատներ էր տալիս, որ ես չեք անելու, այսպես պիտի անեք, այնպես պիտի անեք Եվ դրանից հետո նոր ինքը մի ժամ հետո նոր փորձ էր անում։ Պարտադիր պիտի խոսեր եւ մեզ շատ հետաքրքիր էր, որ ինքը իր կյանքից էր պատմում իր թատերական այդ գործունեությունից էր խոսում, թատրոնից էր խոսում, մանը ուրեմն խորենից էր խոսում, շատ էր խոսում խորենից։ Խորեն Աբրահամյանից շատ։ Իրենք իր ընկերներին, բայց սիրում էին, այնուամենայնիվ մրցակցային որևէ բան կար։ Ես կարծում եմ իրանք իրար սիրել են եւ իրար հետ շատ լավ են եղել, որտեվ իր խոսքը այդ ջերմությունը մհերի մասին, խորենի մասին դա չեմ կարծում, որ մրցակցություն լիներ։ Արմինե, ձեր կյանքը բարդ որոշումների մասին է առհասարակ եւ այնպես է ճակատագիրը դասավորվել, որ անընդհատ դուք կայացնում եք որոշում, որը փոխում է ձեր կյանքը։ Ամենաբարդ որոշումներից մեկը ձեր կյանքում եղել է տեղափոխությունը Միացյալ Նահանգներ եւ հրաժարվել այն մեծ կարիերայից, որ դուք ունեցել եք եւ հեռուստա տարբեր պրոյեկտներում, եւ ֆիլմերում, եւ նաեւ թատրոնում, որը ձեզ համար ամենաթանկն ու կարեւորն է։ Բոլորս էլ գիտենք, որ այստեղ առհասարակ հնարավոր չի գոնե 5%-ով դա, չգիտեմ, կոմպենսացնել։ Ինչպես ձեզ տրվեց այդ որոշումը, որովհետև եթե երիտասարդ տարիքում այդ որոշումը կայացնում ես, ես տեղափոխվել եմ Միացյալ Նահանգներ 25 տարեկանում։ Ինձ համար շատ հեշտ էր, թեև էլի հաղորդումը մեր շատ պոպուլյար էր եւ այլն, բայց այնուամենայնիվ այդ տարիքում երկար չես մտածում։ Այս տարիքում ես երբեք դա չէի կարող անել։ Ձեզ ոնց տրվեց այդ որոշումը։ Ազեմ շատ դժվար, որովհետև 20 տարի աշխատելով մի թատրոնում, որը դա ոչ թե միայն թատրոն էր, դա քո ընտանիքն էր։ Որովհետև ես միշտ ասում եմ, ես ծնվել եմ համազգային թատրոնում, որովհետև որպես դերասանուհի ես կայացել եմ համազգային թատրոնում։ Ճիշտ է, շատ դժվար ճանապարհ ենք անցել, շատ։ Մեզ համար շատ դժվար էր այդ տարիքում մտնել թատրոն եւ մեր շուրջը մեծերն էին սա մեր Շահում Ղազարյան, Կարեն Ջանիբեկյան, Արամայիս Կարագյոզյան, Սոս Սարգսյան, Դավիթ Հակոբյան, Կարինե Ջանջուղացյան, մի խոսքով Աննա Էլբակյան, մեր այս ամբողջ շուրջը մենք երիտասարդներ ենք եւ մեր կողքը ինձ համար դա, չգիտեմ, երանություն էր, որ մտնում էի թատրոնում, բայց շատ դժվար էր մեզ, որովհետեւ մեզ շատ տեղ չէին տալիս։ Եվ դերերը շատ չէին տալիս։ Շատ դեր չէին տալիս։ Շատ այնտենց էպիզոդիկ լիրարքայում, սենց էպիզոդիկ կերպարներ էինք խաղում։ Մի խոսքով, բայց մենք երջանիկ էինք, չգիտեմ ինչու, մենք երջանիկ էինք, որ համազգային թատրոնում ենք եւ ունենք այսպիսի հրաշք, ուրեմն դերասաններ Շահում Ղազարյանի հետ էինք շատ նստում,
խոսում, զրուցում ենք, հետաքրքիր պատմություններ էր պատմում ֆիլմերից, իրենց նկարահանումներից, շատ հետաքրքիր ճանապարհ եմ անցել։ Դժվար, բայց անցել եմ եւ ուրախ եմ, որ անցել եմ եւ հասել եմ այս մի կետին, որը շնորհակալ եմ ինձ եւ մեր վերևի պապիկին, որովհետեւ երբ որ թատերական ինստիտուտ էի ուզում ընդունվել, ինձ շատ վատ բաներ էին ասում, որ պետքա ռեժիսորի հետ, չգիտեմ, անկողին, որ չգիտեմ, այսպես, այնպես, ասում եմ, Աստված իմ, ոնց, ես չեմ կարող տենց բան անեմ, բայց ռիսկ արեցի ու գնացի ու պարզվեց, որ նման բան չկա, ոչ ունեի ծնողներ, դերասաններ, ոչինչ չունեի ես։ Ես իմ որոշումը կայացրել եմ եւ գնացել եմ ու ընդունվել եմ թատերական։ Այո, իմ երազանքի հետևից գնալով եւ նույնը թատրոնում։ Թատրոնը քանի արդեն 20 քանի տարի աշխատում էի թատրոնում եւ տարբեր սերունդների հետ եմ աշխատել եւ երբ որ ամուսնացա հարց կար, որ պետքա գանք 6 ամիս էստեղ, 6 ամիս էստեղ։ Սկզբից մեր Վարդանն էր տնօրենը, Մկրտչյան Վարդանն էր տնօրենը, ասեց Արմինե ջան, ես քեզ կարող եմ պահել մի քիչ, բայց շատ չեմ կարող։ Գնա արի, հենց գազ ներկայացումն այդ կդնենք ու կխաղաս։ Մի քանի տարի այդպես արեցինք, բայց հետո երբ որ եկավ Վիգեն Չալդրանյանը, իմ կարիերային վերջ եղավ։ Եվ ես ստիպված էի դուրս գալ թատրոնից։ Ինչ արեց Վիգեն Չալդրանյանը, ինչն էր։ Ասեց պետք է դուրս գաս, կամ ես եմ հեռացնում, կամ դու պետքա դուրս գաս։ Ինչու։ Որովհետև դու չես կարող գնալ 4-5 ամիս նստել այնտեղ, հետո գալ թատրոնում աշխատել։ Իսկ ձևաչափային ես համաձայն եմ կներես, ուրեմն ես համաձայն եմ, որ ինձ բան չտային, գումար չտային, որ ես կգամ իմ ներկայացումները կխաղամ։ Բայց չհամաձայնվեց, դիմում գրեցի եւ դուրս եկա ու ինձ համար դա շատ ողբերգություն էր դա ինձ համար, բայց ուրիշ ելք չունեի։ Ձևաչափային առումով էլ, չէ՞, Վիգեն Չալդրանյանը միանգամայն այլ էսթետիկա ունի եւ գուցե ձեր ձևաչափը որպես դերասանուհի եւ իր տեսլականը չի համընկնում, կա նման բան։ Այո, մենք իրար հետ ընդհանրապես կապ չունենք, ընդհանրապես։ Եվ չեմ ուզում իր մասին շատ ինչ-որ բացասական բան խոսել, բայց ես չեմ ընդունում, երբ որ մարդիկ իրենցից շատ գոհ են լինում։ Ոնց որ դերասանը կարող է լինել հասարակ մարդ, նույնը պետք է ռեժիսորը լինի հասարակ մարդ, որ ռեժիսոր եւ դերասան փոխըմբռնում լինի, որտեվ եթե ինքը իրան ունի ու ես իմը, ու մենք չենք կարողանում իրար հետ լեզու գտնել, նշանակում է, որ ինչ-որ մի բան, ինչ-որ միտեղ սխալ է։ Սխալ է։ Հավանում եք Վիգեն Չալդրանյանի ֆիլմերը։ Չեմ ուզում բանալ, որ ինձ համար մի քիչ ուրիշ տեսակ է։ Չգիտեմ, Քրմուհին։ Քրմուհին չեմ նայել, ճիշտ ասած։ Չեմ նայել։ Վարդապետը։ Վարդապետն էլ չեմ նայել, որ Վարդանն է խաղում։ Ես չեմ կարողանում, հա, Կոմիտասի Վարդանն է, Մկրտչյան Վարդանն է խաղում։ Ես չեմ կարողանում այդ կինոները նայել։ Sorry։ Շատ հաճախ նաև իր մասին քննադատ ես շատ եմ սիրում եւ պիտի ասեմ, որ կարծում եմ, որ այնուամենայնիվ Քրմուհին շատ բան է փոխել հայկական ժամանակից կինոյի մեջ եւ այդ մոտեցումը եւ այլն։ Բայց այնուամենայնիվ իր մասին քննադատություններից հաճախ հնչում է, որ բոլոր ասպեկտներում գործի այդ մարդը իրենից բացի որևէ մեկին չի կարողանում հանդուրժել, անգամ երբեմն դիմահարդարում ինքն է անում, չգիտեմ, անընդհատ ֆիլմի բոլոր կետերում ինքն է եւ նման մարդիկ երբեմն հնարավորություն չեն տալիս նաեւ մյուսներին աշխատելու։ Կա տենց մտավախություն։ Այո, կար։ Ամեն ինչ ինքն է անում։ Իր կողքը ոչ ոք չի թողնում։ Ամեն հարց ինքն էր լուծում։
Դες սովորեցին, բայց շատ շուտ Իրանից հրաժարվեցին թատրոնում։ Տեսեք, հիմա ինքն էլ է այստեղ Միացյալ Նահանգներում եւ հավանաբար զգում է նույն բանը, ինչ որ դուք եք զգում։ Այդ դատարկությունը առանց թատրոնի գնա։ Կզգա ինքը դատարկություն, որտեվ ինքը, ասեմ քեզ, դա չի նշանակում, եթե ես չեմ սիրում իր ֆիլմերը նայել կամ իրեն չեմ սիրում, ինքը տաղանդավոր մարդ է, ինքը հանճարեղ մարդ է, ինքը ռեժիսոր է եւ նման տեսակի մարդ չի կարող իրոք այստեղ լինել։ Եթե ինքը չի ստեղծագործում, ինքը ուրեմն ինքը չի ապրում։ Այդ տեսակ մարդիկ այդպես են, այո։ Իր համար այստեղ տխուր է, բայց ես չգիտեմ ինչու ինքը եկավ այստեղ մնաց, կարող էր Հայաստանում ավելի հետաքրքիր գործունեություն անել։ Չգիտեմ, վիրավորվեց, չգիտեմ ինչ եղավ, դուրս եկավ այստեղ, ես չեմ կարող ասել, որովհետև տեղեկություն չունեմ, ինչը որ չգիտեմ, չեմ կարող ասել, բայց ես իրեն մի անգամ օդանավակայանում եմ տեսել։ Բարևեցի, բայց խոսեցինք իրար հետ։ Գրիգորյան Law Firm-ում ենք, որտեղ զբաղվում են Will and Trust-ով, կտակով եւ ժառանգությամբ, ինչպես նաեւ մարմնական վնասվածքների եւ ավտոպատահարների հետ կապված բոլոր հարցերով։ Եվ բոլոր այդ դեպքերը կստանան հստակ լուծումներ, եթե գաք այստեղ։ Ողջույն Աննա։ Աննա, այսօր խոսելու ենք մի հետաքրքիր դեպքի մասին, որ հազվադեպ, բայց այնուամենայնիվ պատահում է, եւ շինարարության ընթացքում մարդը, ով աշխատում է կամ մարդով հայտնվում է այդտեղ, պատահաբար վնասվածքներ է ստանում։ Ինչպես կարող է մարդը այդ դեպքում պայքարել իր իրավունքների համար։ Իրականում այս դեպքերը, երբ որ լինում են, վնասվածքները շատ ահռելի ու շատ վատ են լինում, որտեղ մարդիկ ունենում են կոտրվածքներ, կորցնում են ոտք, ձեռք եւ ունենում են ուղեղի լուրջ վնասվածքներ, եթե չի լինում ճիշտ պաշտպանությունը, եթե աշխատողի համար ենք խոսում, եթե աշխատողը չի ունենում ճիշտ պաշտպանությունը, թե գլխարկը, թե վեստը, կոշիկները, ինչ որ պետք են construction-ի ժամանակ պաշտպանված լինելու համար։ Եթե չեն լինում են լուրջ վնասվածքներ ու իրանք ունեն իրավունքներ, թե շինարարությունը կազմակերպողի դեմ, թե insurance-ի դեմ, թե այդ ամբողջ կազմակերպության դեմ։ Վնասված անձը շինարարության վայրում ունի շատ մեծ իրավունքներ եւ շատ կարեւոր է այդ իրավունքները պաշտպանել ճիշտ ժամանակին։ Իսկ եթե մարդ օրինակ ոչ թե շինարարության ընթացքում է վնասվում, այլ որևէ հաստատությունում ժամանցի, ասենք որևէ սրճարանում, ռեստորանում եւ այլն, այդ դեպքում եւս կարող է պայքարել իր իրավունքների համար։ Այո, of course, եթե ինչ տարածքում մարդը կապ չունի տարածքը, եթե վնասվել է ու վնասվածքը եղել է այդ հաստատության պատճառով, անձը ինչ որ մի ձևով չի մասնակցել, որ ինքը վնասվի, ունեն իրավունքներ։ Ամենակարևորը ճիշտ ժամանակին եւ արագ կողմնորոշվել իրանց իրավունքների մասին եւ ստանալ ճիշտ բժշկական օգնությունը։ Ես վստահ եմ, որ բազմազանությունը այնուամենայնիվ շատ է եւ ձեզնից շատերն էլ լսել են ամենատարբեր իրավաբանական գրասենյակների հետ, բայց այս հարցում ամենակարևորը տարիների փորձն է եւ վստահությունը, որը Գրիգորյան Law Firm-ում մշտապես կա։ Մենք երկար տարիներ է ինչ արդեն աշխատում ենք եւ համագործակցում եւ կարող ենք ասել, որ մեր միջոցով այս գրասենյակ եկած յուրաքանչյուր հաճախորդ գոհունակությամբ է հեռացել։ Զանգահարեք նշված հեռախոսահամարով։ Նիհարելու գործընթացը արդեն շատ ավելի հեշտ է տարբեր ներարկումներով եւ տարբեր դեղամիջոցներով։ Արդեն Beauty Aesthetics-ում այդ հարցին վերաբերում են չափազանց մեծ պատասխանատվությամբ եւ պրոֆեսիոնալ մոտեցմամբ։ Բժիշկ Արտակ Մկրտչյանն է այժմ։ Բժիշկ, կասեք, թե որքան հաճախականությամբ է պետք զրկվել կամ որ դոզայով, վստահ եմ ձեզ այդ հարցը հաճախ են տալիս։ Իհարկե, այդ սրսկումների մեծամասամբ դա շաբաթը մեկ անգամ սրսկում է, խնդրում եմ գնացեք միտեղ, որտեղ որ կլինեք բժշկի հսկողության տակ, որտեղ պետք է հետևել որոշ օրգանների ֆունկցիային, ընդհանրապես շաբաթը մեկ է սրսկումը, ամենահաճախ, գիտեք, խնդիրներից մեկն է, այդ հարցերից մեկը, որ ես վերջերս ես այս փորձի հետ կապված հաճախորդները զանգահարում են, ինչքան ժամանակ պետք է սրսկվեն։ Այդպիսի բան չկա, ինչքան պետք է սրսկվել։ Շատ կարևոր է որ դուք զրուցեք ձեր բժշկի հետ եւ որոշեք որն է ձեր նպատակը, ուր եք գնում, ձեր գոլը։ Խնդրում եմ, սկսեք դանդաղ, խնդրում եմ, եթե հասնելու եք այնտեղ, որտեղ ուզում եք լինեք, դրանից հետո նաեւ դանդաղ պակասացրեք, որովհետեւ կարող է լինեն աղիքստամոքսային side effect-ներ։
Ընդհանրապես սկսում են փոքր դոզայից, օրինակ եթե տրզեպատիդ եք սկսում 2.5 միլիգրամի չափատական, խորհուրդ են տալի 2-3 շաբաթ գոնայի դոզայով, հետո կամաց-կամաց բարձրացնել։ Ընդհանրապես կյանքում ամեն ինչի մոտեցումը սենց է։ Ինչ որ շուտ կորցնում ես կամ ձեռք ես բերում, նույնն էլ հակառակը կլինի։ Առողջ ձևով մոտեցեք, մի փորձեք մի շաբաթում 30 փաունդ, որտեղ դա շատ վատ է ընդհանուր օրգանիզմի համար։ Տվեք ժամանակ, ամեն ինչը իր տեղը կլինի։ Ձեր առողջությանը պետք է վերաբերել չափազանց մեծ ուշադրությամբ եւ կարևորություն տալ դրան եւ երբ աշխատում է պրոֆեսիոնալ բժիշկ, ով նաեւ միաժամանակ աշխատում է նաեւ ամերիկյան կլինիկայում, վստահ եմ, սա ավելին է, քան այն փինաչիները, որ սովորաբար աշխատում են որպես բժիշկ կամ էսթետիկ բժիշկներ, ինչը մեր համայնքում կներեք, բայց շատ հաճախ հանդիպող խնդիր է։ Այնպես որ այցելելով Art in Beauty Aesthetics կխուսափեք բոլոր այդ խնդիրներից։ Բնակվելով Միացյալ Նահանգներում մեզ համար շատ կարևոր է գտնել այնպիսի սուպերմարկետ, այնպիսի խանութ, որը համապատասխանի մեր ազգային քիմքին եւ միաժամանակ նաեւ լինի մատչելի, թարմ եւ որ ամենակարևորն է, լինի ջերմ եւ դրական սպասարկմամբ։ Մենք կրկին գտնվում ենք մեր սիրելի Grand Bridge սուպերմարկետում, որը գտնվում է հենց մեր բոլորիս ամենասիրելի քաղաքներից մեկում Granada Hills-ում, եւ շատ հարմար է հենց այս տեղաբնակներին ու արկած ովքեր ապրում են հարակից քաղաքներում։ Այստեղից կարելի է ձեռք բերել ամենաթարմ եւ ամենահամեղ ուտեստները պատրաստի, ինչպես նաեւ բանջարեղեններ, մրգեր, կիսաֆաբրիկատներ, միս, երշիկ, մի խոսքով այն ամեն ինչ սովորաբար դուք գնում եք հենց ձեր սիրելի սուպերմարկետներից։ Սակայն այսօր ձեզ պիտի պատմենք նաև այն մասին, որ այստեղ Grand Bridge սուպերմարկետում շատ ավելի հարմար է ձեռք բերել ալկոհոլ, խմիչքներ, որովհետև այստեղ լավագույն գներն են եւ ամենալայն տեսականին է։ Այստեղ դուք կգտնեք այնպիսի հայկական եւ միջազգային խմիչքներ, որոնք չափազանց դժվար է գտնել օրինակ այլ խանութներում մեկ հարկի տակ։ Եվ նաև պետք է նշենք, որ ժամանակ առ ժամանակ լինում են սփեշլներ եւ հատուկ առաջարկներ, որոնք հնարավորություն ձեզ կտան ձեռք բերել ձեր սիրած ալկոհոլային խմիչքը առավել մատչելի տարբերակով։ Եթե ունեք միջոցառումներ եւ հատուկ առիթներ, ապա մեծականակ գնումների դեպքում այստեղ եւս ձեզ համար կառաջարկեն հատուկ զեղչեր։ Այնպես որ այցելելով մեկ անգամ Grand Bridge սուպերմարկետ, ես վստահ եմ, որ դուք այլևս որևէ այլ սուպերմարկետից չեք օգտվում։ Այս պահին մենք գտնվում ենք ALA Renovations-ում, որտեղ մեր գործընկերները ներկայացնում են սոլար համակարգերի լավագույն տեսականին։ Եվ բնականաբար իհարկե այս ընկերությունը միայն սոլար ապրանքանիշի տեղադրմամբ չի զբաղվում, այլ նաև տանիքների վերանորոգմամբ։ Այն մարդիկ, ովքեր ունեն տներ եւ առանձնատներ, գիտեն, որ անգամ դրանց վաճառքի դեպքում կին անմիջականորեն կապ ունի նաեւ բնականաբար իհարկե տանիքների հետ։ Եվ եթե կա որևէ անսարքություն տանիքների հարցում, ապա դա պետք է անմիջապես շտկել, որպեսզի այն որակի եւ գնի վրա չազդի։ Առաջարկվող լայն տեսականի կա, ինչպես տեսնում եք, եւ շատ լավ հումք է եւ շատ լավ ապրանք։ Իդեպ Միացյալ Նահանգներում Թրամփի քաղաքականության շնորհիվ կար իհարկե թաքս վերադարձներ հարկերից, երբ դուք օգտվում եք այդ ծառայություններից, սակայն այժմ դրանք իհարկե այլևս գոյություն չունեն։ Սակայն ALA-ում այդ փոփոխությունները չեն կատարվել եւ մեր գործընկերները պատրաստ են tax rebate տալ մինչեւ 40% ամերիկյան ապրանքի վրա մինչեւ տարվա վերջ։ Եվ նշենք նաև, որ ALA-ում աշխատում են 90% հենց ամերիկյան հումքով, այդ իսկ պատճառով իհարկե լավագույն որակն է ստացվում եւ լավագույն արդյունքը։ Շատ կարեւոր է, որպեսզի դուք կարողանաք խնայել ձեր էլեկտրաէներգիան եւ կարողանաք դա անել շատ արագ եւ որակով տարբերակով, որովհետեւ բոլորը արդեն հենց նախընտրում են այս տարբերակը եւ պետք է նշել, որ եթե դուք ուզում եք տեղադրել սոլար ապրանքանիշեր, ապա ձեր տանիքը իսկապես պետք է լինի ամուր եւ համապատասխանի բոլոր չափանիշներին։ ALA-ում միանգամից այդ երկու հարցը կլուծեն։ Այս հեռախոսահամարով զանգահարելով դուք կունենաք հավելյալ ինֆորմացիա։ Արմինե, ընդունված է համարել, որ բարդ, դրամատիկ, այսպես խորը դերերն են դերասանուհուն դարձնում դերասանուհի եւ շատ հաճախ ռեժիսորներն ու դերասաններն էլ մտածում են, որ պետք է լավ դեր կերտելու համար աջ ձեռքով ձախականջը բռնել, բայց իրականում երբ մարդ գնում է թատրոն եւ նայում է որևէ ֆիլմ, իրեն ամենևին էլ չի հետաքրքրում բարդ լուծումները դերասանական եւ մասնագիտական, եթե հոգիդ կպնում է այդ կերպարին եւ այդ դերասանին, դերասանուն, անկախ քեզանից դու դրական լիցքեր ես ստանում եւ հավանաբար
եթե փորձենք կինոյի կամ թատրոնի մշակութային մասը դնել մի կողմ, բոլորս էլ ուղղակի էս ծանր եւ դժվար աշխարհում ուզում ենք, որ ջերմությամբ լցվի որևէ նախագիծ կամ որևէ ներկայացում նայելուց։ Ձեզ որպես այդպեսին տենց բարդ համադասական կերպարներով չենք տեսել, բայց այնուամենայնիվ դուք միշտ եղել եք մեր կյանքում, կարգին հաղորդումներից սկսած մինչև Սիրո գործակի, Ծալաբալանիցա եւ այլն այդ բոլոր նախագծերում ձեր կերպարները մեզ ստիպել է ժպտալ, ծիծաղել, ուրախանալ, ինչը որ պետք է մարդուն։ Այնուամենայնիվ ձեզ համար որպես դերասանուհի կարևոր է մարդկանց հոգիներում լինել, թե կարևոր է որ ինչ որ բարդ դեր խաղաք, որի համար թեկուզ ոլորտում ձեզ, այսպես ասած, գնահատեն։ Ասեմ քեզ մարդկանց հոգիներում լինել, որովհետև դերասանին սիրում են իր կերտած կերպարով։ Եթե իրանց դուր է գալիս այդ կերպարը, եւ կարգին հաղորդումը դա էր։ Ես սկզբնական 2003 թվին եմ սկսել իրենց հետ նկարվել, եւ ես չեմ պատկերացրել, սկեչեր են գնում եմ նկարվեմ։ Ես չեմ էլ պատկերացրել ինչ պիտի անեմ։ Բայց քիչ-քիչ ինձ համար շատ հետաքրքիր դարձավ, որովհետև տղաները ինձ շատ դուր էին գալիս։ Իրանց հետ աշխատելը Հայկի եւ Մկոյի հետ ամեն անգամ գնալ ինձ համար, չգիտեմ, ինձ համար տոնակատարություն էր, ինձ համար երջանկություն էր, որովհետև ես իրանց հետ պիտի աշխատեմ։ Մենք համատեղ իրար հետ ինչ որ բան ենք ստեղծելու եւ ինձ համար ամեն օրվա իրանց նկարահանումը շատ հետաքրքիր էր։ Իրանք շատ հետաքրքիր էին աշխատում։ Այսինքն թատրոնի դերասանի համար մի քիչ դժվար էր, որովհետև թատրոնի դերասանը սովորա թերթերի թղթի։ Իսկ իրանց մոտ դա չկա, գոյություն չունի։ Իրենց մոտ իմպրովիզացիա է ամբողջը։ Գալիս են, հավաքվում են, անեկդոտ ասում են եւ ամեն մեկ իր կերպարով պետքա սկսի աշխատել։ Հիմա ինձ ասում են, ես պիտի գրեմ։ Ես չեմ կարող տենց։ Եվ թուղթ էի ուզում, ամեն անգամ թուղթ էի ուզում, ամեն անգամ Հայկոն ասում էր, էլի այս թատրոնի դերասանը սկսեց, հետը թուղթ բեր, մենք թուղթ չունենք։ Ու ամեն անգամ ես պետք է գրել, ես շնորհակալ եմ իրենցից, որովհետև այսօր իմպրովիզացիան որ գոյություն ունի, որ կա, ես այդ ամեն ինչ իրանցից եմ սովորել։ Արմինե, կարգին հաղորդումը հայկական հեռուստատեսության ամենամասշտաբային եւ ամենասիրված հումորային նախագիծն է բոլոր ժամանակներում։ Եվ անգամ դասական է դարձել շատերիս համար, երբեմն դնում վերանայում ենք եւ այլն։ Ամեն ինչ կարգին հաղորդման մեջ սկսեց հեքիաթի նման եւ տղաներն էլ 0-ից այնուամենայնիվ մի ամբողջ իմպերիա կառուցեցին եւ իրենք ստեղծեցին։ Եվ ինչպես հաճախ դա լինում է արդեն մեծ գումարները, հայտնիությունը եւ այլն բերում է հարաբերությունների կործանման եւ ավարտի։ Ես գիտեմ, որ անգամ պահ կար, երբ նրանք այդպես էին անում, որ հնարավորության պարագայում նկարահանման հրապարակում այլևս իրար չտեսնեն եւ այլն։ Ինչպիսին էր եւ ինչպիսին դարձավ Հայկո Մկոյի հարաբերությունները տարիների ընթացքում։ Ես ասեմ, իրանց փոխհարաբերությունները ես չեմ զգացել, որ վատ լինի, որովհետև միգուցե ցույց չեն տվել, միգուցե չգիտեմ, բայց ստեղծագործական process-ի ընթացքում բոլորը ջերմորեն իրար հետ ինչ որ արել ենք, իրար հետ շատ լավ ենք արել։ Եվ երբ որ խոսակցությունը գնաց իրենց բաժանման, ես շատ տխրեցի, որովհետև ես չգիտեի ես չէի պատկերացնում, որ իրենք իրարից կարող են բաժանվել, որտեվ իրանք իրար հետ այնքան համահուն չէին, որ ես զարմացա եւ մինչեւ այսօր ես չեմ կարող ասեմ իրենք ինչու բաժանվեցին, որտեվ չգիտեմ դրա պատասխանը։ Բայց ունեք ձեր ենթադրությունները, ինչ կարող էին չկիսել միասին։ Չգիտեմ, ճիշտն ասած, միայն տարբերակը պետքա լինի ֆինանսական, որովհետև ուրիշ տարբերակ չի կարող լինել, որովհետև ստեղծագործ մարդու համար չեմ կարծում ուրիշ տարբերակ լինի։ Եվ ինչպես փորձը ցույց տվեց, դա լավագույն որոշումը չէր երևի թե բաժանվելու, որովհետև այն ուժն ու ազդեցությունը, որ Հայկո Մկոն միասին ունեին, երկուսն էլ առանձին չկարողացան այնուամենայնիվ պահպանել։ Ըստ ձեզ ճիշտ էր բաժանումը այդ զույգի թե ոչ։ Ես կարծում եմ, որ ճիշտ չէր, որովհետև իրենք մեկը մեկին լրացնում էին
եւ շատ հետաքրքիր պրոյեկտներ էին ստեղծում։ Բաժանվելուց հետո ճիշտն ասած ես չեմ ընդունում Հայկոյիս տարբերակը, որտեղ ինքը այնքան տաղանդավոր մարդ էր, պետքա շարունակեր գոնե իր, ասենք, թատերական գործունեությունը, ինչ որ ներկայացումներ անում, բայց այս կեղտոտ բանի մեջ, երբ որ ինքը մտավ, ես հիասթափվեցի, չգիտեմ ինչու։ Այսօր որ ասում են Հայկո, ես մի քիչ, չգիտեմ, լուրջ չեմ ընդունում։ Տեսեք դուք Պետք է կներես Մհեր ջան, ես չեմ սիրում, երբ որ մարդը իր կյանքը եւ գործունեությունը ինչ որ բանի համար կարող է վտանգել եւ այսպես ասեմ լրիվ ջուրը գցել։ Չեմ ինձ դուր չի գալիս դա։ Եվ ինքը այնքան լավ մարդ էր, չգիտեմ, հիմա լրիվ ինքը փոխված կլինի։ Ես իր հետ չեմ շփվել ճիշտն ասած։ Դրանից հետո եւ ես մի հարցում իրան դիմացի, երբ որ ինքը նոր էս հեղափոխությունը եղել էր եւ ինքը բացասական բան տվեց, ես մտածեցի, որ մենք դեռ ընկերներ չենք։ Իսկ ինչ հարցով եք դիմել իրեն։ Հողային հարցեր, որը որ ամուսնուս խապել էին Հայաստան այդ հողի հարցերը, իրանք նոր իշխանություն գալով ես խնդրեցի, որ այդ հարցերը գոնե տեղի տան, որովհետև իրենք ուղարկել էին, չհասցրեցին։ Դուք խնդրեցիք անօրինական որևէ բան անել, որից ինքը հրաժարվեց։ Դա անօրինական չէր կարող լինել։ Դա ամբողջովին օրինական էր, ես որ խնդրեցի։ Բայց ինքը մերժում տվեց ինչ առումով, ոչ թե ասես չեմ կարող անել, չեմ կարող ես անել։ Ասես ես դեռ չեմ կարող տեսնել, չեմ ուզում անուններ տալ, չեմ ուզում քաղաքականության մեջ մտնել, ճիշտն ասած, որովհետև դա իմը չի, որովհետև ես հեռու եմ այդ ամեն ինչից։ Բայց մի փոքրիկ, այսքան փոքրիկ բան խնդրելուց, երբ որ քո ընկերը քեզ չպետք է օգնի, ուրեմն մենք ընկերներ չենք։ Գիտեք, հիմա շատերը մեկնաբանության բաժնում կգրեն, որ ճիշտ է արել, ինչի պիտի անօրինական բան անի, այս իշխանություններն եկել են փոխեն, չգիտեմ, այդ հին տարբերակները եւ այլն։ Մենք հստակեցրեցինք, որ անօրինական որևէ բան, որևէ մեկը չի խնդրել։ Որևէ բան չի կարող լինել, որովհետև ես քեզ մի բան ասեմ, դու ապրում ես Ամերիկայում եւ գիտես։ Այստեղ էլ ամեն ինչ ծանոթով եւ ծանոթ հա, բայց օրինակ ամուսինս շատ օրինական է ինքը, չի կարող ինքը ոչինչ անել, անօրինական, իր համար դա շատ մեծ բան է։ Դրա համար ես դա եմ ասում, որ անօրինական չէր կարող լինել, որտեղ իրանց խաբել էին եւ ընդամենը ուղարկել էին թղթերը անցած ուրեմն ղեկավարությանը, որը փոխվեց, այս ղեկավարությունը, չգիտեմ ինչ եղավ այդ թղթերի հետ ինչը, մենք խնդրեցինք, որ ինչ որ ընթացք լինի, բայց չեղավ։ Այսինքն ասես դեռ ես հələ չգիտեմ, կլինեմ քաղաքապետ, չէ, չեմ կարա, չեմ տես, օքեյ, լավ։ Ես դաժե իրան գրեցի, շնորհավորում եմ քո քաղաքապետ լինելու հանդեպ, ինքը ոչ մի բան չգրեց։ Այսինքն բայց դուք նկարահանվել եք իր գեղարվեստական բոլոր ֆիլմերում։ Բայց դրանից հետո ֆիլմը առաջ էր, որ ես նկարվել եմ։ Այդ եմ ասում, ձեր հարաբերությունները լավ էր, էլի դուք նկարահանվել եք։ Լավ էր, այո, մենք շատ լավ հարաբերությունների մեջ ենք։ Ես երկրորդ ես երբևիցե ոչ մեկին ոչ մի բանով չեմ խնդրի։ Ես մի հատ բնավորություն ունեմ, երբ ինձ ասում են գնա խնդրի, նկարահանվի ինչ որ բան, ոչ։ Ես դերասանուհի եմ։ Ես ոչ թե ասենց քիթս բարձր, ոչ, երբ որ ինձ կասեն արի նկարվի, կգնամ կնկարահանվեմ որևէ ֆիլմում, բայց ես չեմ խնդրի ոչ մեկին, ինձ կլինի նկարեք ձեր ֆիլմերում, ոչ, դա իմ բնավորության մեջ չկա։ Նույնը այստեղ ես չգիտեմ ինչ էր, դրանից հետո արդեն մանավանդ որ քաղաքապետ ընտրվելուց հետո շնորհավորեցի շատ սենց մեծ տողերով եւ մի հատ չասեց շնորհակալություն։ Արմինե, ձեզ Հայկ Մանուկյանը վատնեց իր հանրային սերը մտնելով քաղաքականություն եւ նաեւ այդտեղից փորձելով անհաջող կերպով դուրս գալ։ Կարծում եմ այո։ Կարծում եմ Մհեր ջան, յուրաքանչյուր մարդ
պետք է զբաղվի ինքը իր գործով։ Եթե մենք զբաղվենք բոլորս մեր գործով, մեր երկիրն է շատ լավ վիճակում կհայտնվի, մենք էլ կհայտնվենք լավ վիճակում։ Եվ ինքը լինելով հանրային մարդ, լինելով տաղանդավոր, ճանաչված մարդ, ինքը այդպիսի բան չպետք է աներ, չգիտեմ հիմա ինքը կարողանայի եւ սենց շատ զայրանա, բայց ես կուզեմ ասեմ, որ դու դերասան ավելի լավն ես։ Դու մարդկանց ավելի պետք ես որպես դերասան։ Քաղաքականությունը այսօր կա, վաղը չկա, բայց քո անունը պետքա լինի քո հետևից լավը, որ ասեն այս մարդը շատ լավն է, այս մարդը շատ տաղանդավոր մարդ է, շատ լավ դերասան է, մենք ուզում ենք գնանք իր ներկայացումներին, ոնց որ հիմա Մկոյին են անում։ Այ Մկոյի հետ կապված էլ շատ կցանկանամ լսել ձեր կարծիքը։ Վերջերս մի միջադեպ տեղի ունեցավ վարչապետի եւ Մկոյի հետ, երբ բացօթյա նկարահանումներից մեկի ընթացքում վարչապետը բացատրեց եւ, չգիտեմ, փորձեց հարցեր տալ ներկայացման իմաստի հետ կապված։ Եվ տեսանյութում Մկոն շատ անհարմար իրավիճակում է, նա գլուխը կախ առաջի դասարանցու նման լսում է, թե ինչ է ասում վարչապետը ուսուցիչը, եւ մշակույթը առհասարակ բացատրության կամ արդարացման կարիք չունի, եւ ինչու պիտի մեր երկրի ամենասիրված դերասաններից մեկը որևէ կերպով արդարանա կամ որևէ բան բացատրի վարչապետին, որովհետեւ դա մշակույթ է եւ աշխարհի յուրաքանչյուր երկրում արվեստագետը իրավունք ունի անել այն ինչ որ ինքը կարծում է որ պետքա անի եւ դրանում է հենց ստեղծագործական ազատությունը եւ հենց դրանում է որ սովետից հետո բացակայում է գրաքննությունը այդ անհարմար իրավիճակում ինչպես եք դուք զգում եք տեսանյութերով կամ ինչ եք մտածում այդ մասին։ Ես կարծում եմ որ ինքը իրան պետքա այդպես չպահեր, ինքը պետքա շատ པարզ խոսեր ինքը իր ներկայացման մասին, դա ազատ երկիր է եւ դու կարող ես արտահայտել ինչ որ ցանկանում ես։ Նույնը Մկոն պիտի աներ, ես չգիտեմ ինքը իր տեսակով միգուցե այդպիսին է, ինքը միգուցե ամաչկոտ է, միգուցե որտեղ միշտ է ինքը այդպես եղել։ Մենք որ իրար հետ շփվում ենք, Արմին ջան, մի տեսակ ինքը տարբեր շատ զգուշավոր, շատ միգուցե ինքը չի ուզել ուղղակի որևէ վտանգավոր խաղի մեջ մտնել կամ ինչ որ մի կոնֆլիկտի մեջ մտնել, դրա համար ինքը այդ տեսակը ես չեմ տեսել տեսանյութը, բայց լսել եմ։ Բայց արդյոք դա ընդունելի տարբերակ է, որովհետև ամենայն հարգանքով վարչապետի պաշտոնին եւ մեր երկրի առաջնորդին, այնուամենայնիվ մենք որևէ մեկս կարիք չունի գլուխ կախել եւ որևէ բան բացատրել որևէ մեկին։ Այո, մանավանդ ազատ երկրում, ժողովրդավար երկրում դու ինչպես կուզես, այնպես կխոսես եւ պետք է քո խոսքը բոլորն էլ լսեն, որովհետեւ դա ազատ է։ Չեմ ասում սանձարցակ լինել, բայց խոսքի ազատությունը դա է նշանակում, որ պետք չի, պետք է ուղղակի ճիշտ դիպուկ խոսք ասել եւ վերջացնել, որովհետեւ միգուցե վարչապետի մոտ ինչ որ բան տեղ չի հասել կամ ինչ որ բան կիսատ է մնացել, ուղղակի պետքա շատ հանգիստ նորմալ բացատրեն եւ վերջացնեն այդ պատմությունը։ Ես հաճույք եմ ստանում ձեզ հետ զրուցելուց, որովհետեւ դուք փորձում եք ամեն ինչ ասել այնպես, ինչպես մտածում եք, եւ Հայկոյի հետ կապված եւ Մկոյի հետ կապված, եւ երևի թե շատերը ձեր փոխարեն կխուսանավեին այդ մասին խոսելուց, որովհետեւ դեռ իրենց հետ պրոյեկտներ պիտի հավանաբար անեք, իրենց բոլոր նախագծերում դուք կաք։ Ձեր համար կարևոր է ընդհանրապես խոսել ուղիղ եւ անկեղծ առանց մտածելու նույնիսկ հարաբերությունները փչացնելու մասին։ Ես չեմ կարծում, որ այս խոսակցությունից հետո պետք է ինչ-որ մեկից հարաբերություններ փչացնենք, որովհետեւ նույնը կարող են իմ մասին խոսել, եթե ես ինչ-որ բացասական ինչ-որ բաներ ունեմ, երբևիցե ես չեմ ասի, իմ մասին խոսեց, ինչու խոսեց։ Չէ, ես ասում եմ, այն ինչ որ կա, ես ոչ թե փնովում եմ, ոչ թե իրանց վատն է։ Օրինակ ես ասում եմ, պետք չի քաղաքականություն, պետքա դերասանություն տանել, որտեղ դու սիրված ես։ Եթե դու սիրված ես ժողովրդի կողմից, պետք չի այդ ամեն ինչը տապալել գետնին, ոչ մի բան։ Արի դու քո գործով զբաղվի ու կտեսնես, որ դու ավելի լավն ես, ավելի երջանիկ ես, ոնց որ Մկոն անում, զբաղվում է իր գործով, ճանաչված է, սիրված է, այս վերջի ֆիլմում ես պետքա նկարվեմ իր հետ եւ շատ ուրախ եմ,
որ Մկոյի հետ եմ խաղալու, որովհետև ես շատ սիրում եմ Մկոյին ու բավականին երկար տարիներ չեմ տեսել իրան, կարգին հաղորդումից հետո ինձ համար, չգիտեմ, մեծ երանություն Մկոյիս հետ խաղալը։ Այդ օրերին ես էլ եմ Երևանում լինելու, Անին եւս Երանյան այդ ֆիլմում խաղալու է, այնպես որ նկարահանման հրապարակում այնտեղ անպայման կհանդիպենք։ Անպայման։ Դե ինչ շատ շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք եւ եկաք։ Եվ ես կարծում եմ, որ մարդիկ այնուամենայնիվ էլ ավելի լավ կճանաչեն ձեզ եւ այն ջերմությունը, որ գալիս է էկրաններից ձեր կերտած դերերից, այս հարցազրույցից եւս վստահ եմ գալու է։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն քեզ, Մահեր ջան, մի բան ասեմ, այն ինչ որ խոսում ենք, դա մեր ներքինից է գալիս, դա ասում ենք այն, ինչ որ մենք զգում ենք։ Իսկ ավելի լավ ասել այն, ինչ որ զգում ես, քան թաքցնել այն, ինչ որ չես զգում։ Դրա համար շնորհակալ եմ, հետաքրքիր զրույց ունեցանք, մի քիչ անհանգիստ է, բայց ապրես։ Ես ավելացնեմ, մի քիչ կարող կոպիտ հնչի, բայց իմ ամենասիրած ժողովրդական խոսքերից մեկն է եւ ինձ վրա այդ օրինակը բերեմ, որպեսզի որևէ մեկին վիրավորական չէ, ժողովուրդը ասում է, չէ, հաչան շունը կծան չի լինում եւ դա ճշմարտություն է, երբ մարդ անընդհատ արտահայտվում է, խոսում է եւ այլն, որևէ բան տակը չի մնում եւ այն մարդիկ, ովքեր որ սիրում են մեջքի հետևից գործել եւ բամբասել, միշտ ավելի լուր են եւ ավելի տափուկ, ինչպես ժողովուրդը ասում է։ Շնորհակալություն այսօրվա զրույցի համար։ Այսպիսին էր տետատետ մեկնաբանությունների բաժնում գրեք ձեր կարծիքը, պիտի խնդրեմ եւ ասեմ, որ մշտապես լինեք կոռեկտ եւ ջերմ, որովհետեւ մենք այս էջում, այս ալիքում ուզում ենք մեկս մյուսին ուղղակի ջերմություն փոխանցել։ Բոլոր վիրավորական մեկնաբանությունները միևնույն է ջնջվում են, այնպես որ ժամանակ մի ծախսեք, լավ եղեք, առայժմ։ Մենք գտնվում ենք Venus Gifts խանութ սրահում, որտեղ գիտեք տարիներ շարունակ, տասնամյակներ շարունակ ներկայացվում են լավագույն ապրանքատեսակները, ամենագեղեցիկ եւ ամենալայն իհարկե մատուցմամբ։ Այս պայն մենք խոսելու ենք Christofel հայտնի ֆիրմայից, որը գործում է 1830 թվականից, ֆրանսիական ֆիրմա է եւ իհարկե հայ կանայք եւ տղամարդիկ գրեթե բոլորը ճանաչում են այս ֆիրման։ Այն շատ դասական է եւ միաժամանակ իհարկե timeless, մնայուն։ Պետք է նշել, որ Christofel-ը համագործակցում է Venus Gifts խանութ սրահի հետ վաղուց եւ ներկայացված է այս գեղեցիկ իհարկե առանձին հատվածով Venus Gifts-ում։ Նաև պետք է նշենք, որ շուտով լինելու է հատուկ անակնկալ Venus-ի հաճախորդների համար։ Հատուկ piece, հատուկ իհարկե մի բան, որը հենց միայն այստեղ կարող եք գտնել։ Այնպես որ լայն տեսականին եւ բնականաբար իհարկե նոր հավաքածուները եւ լեգենդար ապրանքները Christofel ֆիրմայից կգտնեք այս խանութ սրահում եւ ոչ միայն։ Գիտեք մշտապես, որ գալով այստեղ ծանոթանում եք նոր տեսականիների հետ եւ ձեզ համար բացահայտում ամենագեղեցիկն ու լավագույնը։ Գլենդելի սրտում գտնվող Aridipo գեղեցիկ զարդերի եւ թանկարժեք զարդերի խանութ սրահը առանձնանում է իր դիզայներական առանձնահատկությամբ եւ իհարկե առաջարկվող մատերիալի, այսինքն առաջարկվող հումքի, ոսկու, ադամանդի եւ ոչ միայն լավագույն որակով։ Այստեղ աշխատում են սրտացավ մասնագետներ, ովքեր ոչ միայն ուշադրություն են դարձնում թանկարժեք զարդերի դիզայնին, այլ առավել մեծ ուշադրություն են դարձնում նաեւ դրանց առաջարկվող որակին։ Եվ միաժամանակ իհարկե շատ կարևոր գնային քաղաքականություն է այստեղ վարվում, դուք ունենալով սահմանափակ բյուջե կարող եք գտնել ձեր ճաշակին համապատասխան որևէ բան եւ ունենալով ավելի մեծ եւ լայն հնարավորություններ եւս կարող եք գտնել ձեր լավագույն եւ սիրված զարդերը։ Մենք բազմիցս նշել ենք, որ այստեղ կարող եք գտնել եւ տղամարդու, եւ կանանց, եւ երիտասարդների եւ ավելի հասուն տարիքի մարդկանց համար նախատեսված ոսկյա եւ թանկարժեք զարդեր։ Այսօր առանձնահատուկ կերպով ուզում ենք ձեզ պատմել նաեւ նշանադրության եւ փսակադրության համար նախատեսված մատանիների եւ զարդերի մասին եւ ասել, որ Aridipo-ում դուք կարող եք գտնել լավագույն փսակադրության փաստորեն մատանիները եւ զարդերը։ Դրանք ի դեպ կարող են համապատասխանել մեկը մյուսին եւ տղամարդուն եւ կնոջը իրար կամ հակառակը կարող են ունենալ ամենաանհավանական մտքի եւ ֆանտազիայի թռիչքները։ Միաժամանակ իհարկե կարող են լինել եւ ավելի համեստ բյուջեով նախատեսված ադամանդներ, արհեստական ճանապարհով աճեցված եւ հակառակը անգամ ամենաթանկ ադամանդները կարող եք այստեղ ձեռք բերել։
Խոսելու ենք այսօր նաև փաստորեն մարգարիտների մասին, որոնք շատ նորաձև են եղել եւ ձեր տատիկների ժամանակաշրջանում եւ ձեր մայրիկների եւ հիմա եւս վերադարձել են նորաձևության ոլորտ։ Եվ այս մարգարիտները, որոնք ներկայացված են հենց Արիդիպո խանութ սրահում, իսկապես դիզայներական գեղեցիկ գլուխգործոցներ են։ Ինքներդ կարող եք համոզվել, որ այցելելով Արիդիպո դուք կգտնեք ձեր ճաշակին համապատասխան լավագույն զարդերը։ Ողջույն, այս պահին մենք գտնվում ենք Արցախի պողոտայում գտնվող Lions Partners Insurance-ի գրասենյակում, որտեղ աշխատում են լավագույն մասնագետները, որպեսզի ձեր կյանքը ապահովագրեն լավագույն տարբերակով։ Գնացինք ներս։ Lions Partners Insurance ընկերության մասնագետներն ու փորձագետները շատ կարճ ժամանակահատվածում կգտնեն ձեր կյանքի ապահովագրության լավագույն տարբերակները։ Ինչու ընտրել Lions Partners Insurance ընկերությունը, որովհետև այս կազմակերպությունը չի առաջարկում պարզապես մի ապահովագրական ընկերության ծառայություն, այլ պարզապես հանրախանութ է ապահովագրական ընկերությունների համար։ Ինչպես ընտրել ապահովագրական ընկերություն։ Ես կարծում եմ, որ լավագույն ընտրությունը կարող է լինել մասնագետների եւ աշխատակիցների փորձառությունը եւ տարիների background-ը, տարիների ունեցած իհարկե վստահությունը, եւ որ ամենակարևորն է, կազմակերպությունը պետք է վայելի համայնքի եւ հասարակության բնականաբար իհարկե սերն ու վստահությունը։ Lions Partners Insurance ընկերությունը վստահաբար առաջինն է ոլորտում։ MX Motors, fast in Los Angeles. The story you're about to hear is true.